Մի համեստ, հույսով լի կին գյուղից տեղափոխվում է մեծ քաղաք, իր որդու հետ ապրելու։ Սակայն առանձնատան դարպասներից ներս մտնելուն պես նա հայտնվում է լուռ նվաստացումների քողարկված դաժանության մղձավանջի մեջ։ Բայց տեսախցիկների հետում թաքնված մի գաղտնիք պատրաստվում է գլխիվայր շրջել այս պատմությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Ավտոբուսը դանդաղ անցնում էր Երան-Սան մայրուղով, կտրելով մարզերն ու մայրաքաղաքը միմյանցից բաժանող բնապատկերը։ Տիկին Հեղինեն նստած էր պատուհանի մոտ, գրկին ստվարաթղթե տուփ, իսկ ոտքերի մոտ կտորից պայուսակ։ Նրա կոշտացած ձեռքերը բռնել էին մաշված համրիչը, մատները տասնամյակների սովորությամբ սահում էին հատիկների վրայով։ Նա նայում էր մշուշոտ ապակուց այն կողմ, տեսնելով, թե ինչպես է դաշտերի կանաչը փոխակերպվում բետոնի, շենքերի, ուղղանցույցների, անվերջ շարժման։ Երանը հորիզոնում աճում էր որպես ապակուա։ Սֆալտի մի հսկա, վեհ ու հեռու այն աշխարհից, որը նա գիտեր։ Գրեթե 5 ժամ էր անցել այն պահից, երբ նա դուրս էր եկել իր գյուղական տնից, որտեղ անցկացրել էր կյանքի վերջին 32 տարիները։ 32 տարի միայնակ մեծացնելով որդուն, աշխատելով հողի վրա, շուկայում ընկույզի մուրաբա վաճառելով, պատվերով ծածկոցներ կարելով, հավերին, բանջարանոցին, 3 սենյականոց հասարակ տանը հետելով, որտեղ ամեն ինչից թարմ եփած սուրճի ու նարդոսի բույր էր գալիս։ 32 տարի այն օրվանից, երբ ամուսինը հեռացավ, նրան թողնելով 6 տարեկան տղայի հետ բանկային պարտքով։ Բայց նա չհանձնվեց։ Երբեք չհանձնվեց։ Գագիկն աճեց ուժեղ, խելացի, վճռական։ Սովորեց գյուղի դպրոցում, հետո կրթաթոշակ ստացավ Հարան քաղաքի տեխնիկումում սովորելու համար։ Առավոտյան ժամը 5-ին արթնանում էր, որ հասցնի ավտոբուսը, վերադառնում էր գիշերը, մինչ ուշ գիշեր սովորում լամպի դեղնավուն լույսի տակ։ Տիկին Հեղինեն վաճառում էր այն ամենը, ինչ կարող էր, որպեսզի օգնի նրան։ Կարում էր մինչ մատները ցավ էին, արթնանում էր լուսադեմին, որ գաթա ու թխվածքաբլիթն է։ Պատրաստի, որոնք տղան տանում էր համակուրսեցիներին վաճառելու։ Երբ նա ընդունվեց Երանի պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ, մայրը վաճառեց իր ունեցած 2 կովերը, որպեսզի օգնի տեղափոխության հարցում։ Դժվար էր տեսնել նրա հեռանալը։ Տունը չափազանց լուռ դարձավ, չափազանց մեծ, թե շատ փոքր էր։ Բայց տիկին Հեղինեն հպարտ էր։ Հպարտ էր իր որդով, որն աշխարհը նվաճեց սեփական ձեռքերով, որն ավարտեց համալսարանը, գրասենյակ բացեց, գեղեցիկ շենքեր կառուցեց, իր մասնագիտության մեջ հեղինակություն դարձավ։ Նա ամեն ամիս գումար էր ուղարկում, կիրակի օրերին զանգում էր, տարին 2 անգամ այցելում։ Եվ հիմա, վերջապես, այսքան ժամանակ անց, մորը կանչել էր իր հետ ապրելու։ Մամ, դու այլս չես կարող միայնակ մնալ այդ աշխարհի ծայրին, ասել էր նա վերջին այցելության ժամանակ, նստած տան պատշգամբում, սուրճ խմելով ու գաթա ուտելով։ Ես լիքը տեղ ունեմ։ Լիլիթն էլ է ուզում, որ դու գաս։ Մենք քեզ լավ կնայենք։ Լիլիթ։ Նշանածը։ Տիկին Հեղինեն նրան ընդամենը 3 անգամ էր տեսել։ Գեղեցիկ, բարձրահասակ, շիկահեր մի աղջիկ, միշտ թանկ։ Արժեք հագուստով ու կատարյալ մատնահարդարմամբ։ Քիչ էր խոսում, էլ ավելի քիչ ժպտում։ Առաջին անգամ հազիվ նայեց տիկին Հեղինեի երեսին։ Երկրորդ անգամ արագ, պաշտոնական գրկախառնվեց ու ամբողջ ընթացքում հեռախոսով էր խոսում։ Երրորդ անգամ բողոքեց շոկից, մոծակներից, օթորակիչի բացակայությունից։ Գագիկը ծիծաղում էր, ասում, որ նա ուղղակի չափազանց քաղաքային է, որ կսովորի։ Տիկին Հեղինեն ոչինչ չասաց։ Պարզապես դիտում էր։ Բայց հիմա նա այստեղ էր, ավտոբուսում, գնում էր նրանց հետ ապրելու։ Գագիկն այնքան էր պնդել։ Ասել էր, որ մի սենյակ հատուկ իր համար կվերանորոգի, որ կարող է այգում ինչ ուզենա, տնկել, որ ամենալավ պայմաններում է ապրելու։ Տիկին Հեղինեն չէր ուզում անհանգստացնել, բայց ոտքերն այլս չէին դիմանում ծանր աշխատանքին, տունը վերանորոգման կարիք ուներ, որի համար նա գումար չուներ, իսկ միայնությունը ճնշում էր։ Գուցե ժամանակն էր ընդունել առաջարկը։ Գուցե լավ կլիներ կյանքի վերջին տարիներին որդու կողքին լինել, տեսնել նրա երջանկությունը, ճանաչել թոռներին, որոնք մի օր կծնվեին։ Նա գրկեց ստվարաթղթե տուփը։ Ներսում իր
Լերն էին մի քանի հասարակ զգեստ, սրտի ու ճնշման դեղեր, մորից մնացած համրիչը, այն կարկատանե ծածկոցը, որը կարել էր Գագիկի ծննդյան օրը, խունացած լուսանկարների ալբոմը, ընկույզի Մուրաբայի 3 բանկը, որոնք նախորդ օրն էր պատրաստել փաթաթված թղթի մեջ։ Շատ բան չէր, բայց իրենն էր։ Մի ամբողջ կյանք, ստվարաթղթի մի կտորի մեջ։ Ավտոբուսը վերջապես մտավ Կիլիկիա ավտոկայան։ Աղմուկ, շարժ, մարդիկ ամենուր։ Տիկին Հեղինեն զգուշությամբ իջավ, ամուր բռնելով տուփն ու պայուսակը։ Աչքերով փնտրեց որդուն, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում անհանգստությունից։ Եվ հետո տեսավ։ Գագիկն այնտեղ էր, ամբոխի մեջ, բարձրահասակ, ուժեղ, գրկաբաց։ Նա ժպտաց։ Գնաց դեպի նա, երբ գրկախառնվեցին, զգաց, որ գուցե ամեն ինչ լավ կլինի։ Գուցե այս նոր կյանքը լավը կլինի։ Մամ, ո՞նց ես, հարցրեց Գագիկը, վերցնելով նրա տուփը համբուրելով ճակատը։ Ճանապարհը հանգիստ էր։ Հանգիստ էր, տղաս։ Փառք Աստծո։ Գնացինք մեքենայի մոտ, Լիլիթը դրսում է սպասում։ Չկարողացավ ներս մտնել, որովհետև կայանատեղին լիքն էր։ Նրանք անցան ավտոկայանով, դուրս եկան։ Մեքենան այնտեղ էր, փայլուն մի ամենագնաց։ Լիլիթը ներսում էր, արային ակնոցներով, հեռախոսով խաղում էր։ Երբ տեսավ մոտեցող Գագիկին, դուրս եկավ մեքենայից, կատարյալ ժպիտով մոտեցավ տիկին Հեղինեին։ Տիկին Հեղինե։ Որքան ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ասաց նա, արագ, գրեթե առանց դիպչելու գրկելով։ Ամեն ինչ պատրաստել եմ ձեզ համար։ Ձեզ դուր կգա։ Շնորհակալ եմ, աղջիկս։ Աստված օրհնի քեզ։ Լիլիթը նորից ժպտաց, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ Նա բացեց մեքենայի հետի դուռը, ժեստով ցույց տվեց, որ տիկին Հեղինեն նստի։ Գագիկը տուփը դրեց բեռնաղցիկում, օգնեց մորը տեղավորվել, նստեց վարորդի տեղը։ Լիլիթը վերադարձավ արջի նստատեղին, ուղղեց ակնոցները, նորից սկսեց զբաղվել հեռախոսով։ Մինչ տուն ճանապարհը լուռ անցավ։ Գագիկը փորձում էր զրույց սկսել, խոսելով խցանումների, եղանակի, իր ընթացիկ շինարարական նախագծերի մասին։ Տիկին Հեղինեն միավանք պատասխաններ էր տալիս, նայելով պատուհանից դուրս, տպավորված քաղաքի մեծությամբ։ Հսկայական շենքեր, լայն պողոտաներ, այս ու այն կողմ վազող մարդիկ։ Ամեն ինչ այնքան տարբեր էր։ Այնքան հեռու գյուղից, ծառերից, լռությունից։ Գրեթե 1 ժամ խցանումներից հետո նրանք հասան։ Թաղամասը հեղինակավոր էր, կանաչապատ, մեծ տներով ու բարձր պարիսպներով։ Գագիկը կայանեց մի ժամանակակից առանձնատան դիմաց, որն ամբողջությամբ ապակուց ու բետոնից էր, առջում, անթերի այգի ավտոմատ դարպաս, որը բացվեց հեռակառավարման վահանակի մեկ սեղմումով։ Տիկին Հեղինեի աչքերը լայն բացվեցին։ Սա շատ ավելին էր, քան նա պատկերացնում էր։ Մամ, բարի գալուստ քո նոր տուն, ասաց Գագիկը, ժպտալով։ Նրանք ներս մտան։ Ներսի տեսարանն էլ ավելի տպավորիչ էր։ Բարձր առաստաղներ, դիզայներական կահույք, աբստրակտ նկարներ պատերին, փայլուն ճենապակյա հատակ։ Ամեն ինչ սպիտակ, մոխրագույն, ամեն ինչ մաքուր, կանոնավոր, սառը։ Տիկին Հեղինեն իրեն փոքր զգաց այնտեղ։ Զգաց, որ չի պատկանում այդ վայրին։ Ես ձեզ ցույց կտամ ձեր սենյակը, ասաց Գագիկը, վերցնելով տուփը, բարձրանալով պտուտակած աստիճաններով։ Տիկին Հեղինեն հետեց նրան, զգուշորեն բռնելով ապակե բազրիքից։ Լիլիթը մնաց ներքում, ձեռքերը խաչած, դիտելով։ Սենյակը գտնվում էր երկրորդ հարկում, երկար միջանցքի վերջում։ Գագիկը բացեց դուռը, ներս մտավ։ Դա փոքր, առանց պատուհանների սենյակ էր, մեկտեղանոց մահճակալով, ներկառուցված պահարանով, գիշերասեղանով, աթոռով։ Պատերը սպիտակ էին, մերկ, առանց որե զարդարանքի։ Առաստաղին լուսադիոդային լամպ կար, սառը սպիտակ։ Մաքուր էր, բայց անկենդան։ Անհոգի։ Գիտեմ, որ հասարակ է, մամ, բայց սա ժամանակավոր է։ Մենք ավելի լավ կկարգավորենք, վարագույրներ, նկարներ կկախենք, ինչ որ դու կուզենաս, ասաց Գագիկը, փորձելով ոգորել մորը։ Տիկին Հեղինեն ստիպված ժպտաց։ Լավ է, տղաս։ Լավ է։ Գագիկը տուփը դրեց մահճակալի վրա, գրկեց նրան։ Եթե մի բան պետք լինի, ինձ կկանչես։ Ես քեզ կթողնեմ մի քիչ հանգստանաս, հետո միասին կընթրենք։ Նա դուրս եկավ, փակեց դուռը։ Տիկին Հեղինեն մնաց այնտեղ, կանգնած սենյակի մեջտեղում, շուրջը նայելով։
Նստեց մահճակալին, բացեց տուփը, հանեց կարկատանե ծածկոցը, փռեց ներքնակի վրա։ Գոնե հիմա տնից մի կտոր այստեղ կար։ Վերցրեց համրիչը, ծնկի իջավ մահճակալի կողքին, աղոթեց։ Աստծուց խնդրեց, որ օգնի իրեն հարմարվել, որ ամեն ինչ լավ լինի, որ ինքը բեռ չդառնա որդու համար։ Երբ ավարտեց աղոթքը, ներքի հարկից ձայներ լսեց։ Գագիկն ու Լիլիթը խոսում էին, բայց տոնը լավագույններից չէր։ Նա մոտեցավ դռանը, չուզենալով լսել, բայց չկարողանալով խուսափել։ Գագիկ, ես զգուշացրել էի, որ սա լավ գաղափար չէ։ Նայիր նրա իրերին։ Նա այստեղ չի հարմարվի։ Լիլիթ, նա իմ մայրն է։ Նա ինձ միայնակ է մեծացրել։ Ես ամեն ինչով պարտական եմ նրան։ Գիտեմ, սիրելիս, բայց դու իմ մասին մտածել ես։ Մեր պլանների մասին։ Մենք հաջորդ ամիս պետք է ճամփորդեինք, հիշում ես։ Հիմա ինչ է լինելու։ Մենք նույն ծով կճամփորդենք։ Նա այստեղ հանգիստ կմնա։ Միայնակ։ Լիլիթ, նա երեխա չէ։ Դադար եղավ։ Հետո Լիլիթի ձայնը ավելի ցածր, ավելի զուսպ։ Լավ։ Բայց ամեն ինչ պետք է կանոններով լինի, Գագիկ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ տունը թափթփված լինի, կեղտոտ, ամբողջ օրը ուտելիքի հոտ գա։ Իմ հաճախորդներն այստեղ են գալիս։ Ես տանն եմ աշխատում։ Ինձ կարգուկանոն է պետք։ Մայրս ամենակարգապահ մարդն է, ում ես ճանաչում եմ։ Կտեսնենք։ Տիկին Հեղինեն հեռացավ դռնից, զգալով, թե ինչպես է կուրծ։ Սեղմվում։ Նա չէր ուզում խնդիր լինել։ Չէր ուզում խանգարել։ Գուցե պետք է մնար գյուղում։ Բայց հիմա այստեղ էր։ Եվ պիտի փորձեր, որ ամեն ինչ ստացվի։ Այդ երեկո նրանք միասին ընթրեցին։ Գագիկը ճապոնական ուտեստներ էր պատվիրել, մի բան, որ տիկին Հեղինեն երբեք չէր փորձել։ Նա լուր կերավ, փորձելով հասկանալ այդ տարօրինակ համերը, այդ սառը ռուլետները, քացախով բրինձը։ Լիլիթը խոսում էր մի միջոցառման մասին, որը պետք է կազմակերպեր, ընկերուհիների մասին, որոնք պետք է գային, դեկորացիայի մասին։ Գագիկը լսում էր, գլխով անում, ժպտում։ Տիկին Հեղինեն միայն դիտում էր։ Ընթրիքից հետո Գագիկն օգնեց մորը նորից բարձրանալ սենյակ։ Նա շուտ պառկեց, բայց չկարողացավ քնել։ Տան լռությունը տարբերվում էր գյուղի լռությունից։ Դա ծանր, արհեստական լռություն էր, առանց ծղրիդների երգի, առանց ծառերի մեջ սուլող քամու, առանց կյանքի աղմուկի։ Նա պառկած նայում էր առաստաղին, մեղմ աղոթում, ուժ խնդրում։ Առաջին օրերը տարօրինակ էին։ Տիկին Հեղինեն, ինչպես միշտ, շուտ էր արթնանում, բայց չգիտեր ինչ անել։ Գյուղում նա արդեն հավերին կկերակրեր, բանջարա։ Նոցը կջրեր, սուրճ կեփեր։ Այստեղ ամեն ինչ ավտոմատ էր։ Սրճեփը ինքն իրեն ազդանշան էր տալիս, բանջարանոց չկար, հավեր չկային։ Գագիկը շուտ էր գնում գրասենյակ, ուշ վերադառնում։ Լիլիթը տանն էր մնում, բայց փակված իր աշխատասենյակում, զանգերի պատասխանելով, համակարգչով աշխատելով։ Տիկին Հեղինեն փորձում էր օգնել։ Լվանում էր սուրճի սպասքը, ավլում խոհանոցը, կարգի բերում իրերը։ Բայց Լիլիթին դա դուր չէր գալիս։ Երրորդ օրը նա մտավ խոհանոց, տեսավ, որ տիկին Հեղինեն կաթսա է լվանում։ Տիկին Հեղինե, պետք չէ դա անել։ Մենք մարդ ունենք, որը շաբաթը 2 անգամ գալիս է մաքրություն անելու։ Բայց ես ամբողջ օրը ոչինչ չեմ անում, աղջիկս։ Թույլ տուր օգնեմ։ Հարցն օգնելը չէ։ Պարզապես ես սիրում եմ, որ ամեն ինչ իմ ուզած ձով է լինում։ Հասկանում եք, չէ՞։ Տիկին Հեղինեն հասկացավ։ Հասկացավ, որ խոհանոցում իրեն սպասված չէ։ Վերադարձավ իր սենյակ, մնաց այնտեղ, նստած աթոռին, չիմանալով ինչ անել։ Վերցրեց կարկատանե ծածկոցը, մտածեց մի բան կարել, բայց թել չուներ, ասեղ չուներ։ Վերցրեց համրիչը, նորից աղոթեց։ Դա այն ամենն էր, ինչ չկարող էր անել։ Օրերի ընթացքում ամեն ինչ ավելի դժվարացավ։ Լիլիթը սկսեց կանոններ սահմանել։ Տիկին Հեղինեն չէր կարող օգտվել հյուրասենյակից, երբ հյուրեր կային։ Չէր կարող խոհանոցում որևէ բանի դիպչել։ Չէր կարող հյուրասենյակում հեռուստացույց դիտել, որովհետև Լիլիթին լռություն էր պետք աշխատելու համար։ Լոգարանից օգտվելու, աստիճաններով բարձրանալու ու իջնելու, ամեն ինչի համար ժամանակացույց կար։ Գագիկը չէր նկատում։
Նա շուտ էր գնում, ուշ վերադառնում, երբ տանն էր, Լիլիթը միայն ժպտում էր ու բարեհամբույր էր։ Տիկին Հեղինեն հիանալի հարմարվում է, սիրելիս։ Մենք շատ լավ ենք իրար հետ։ Եվ նա հավատում էր։ Ուզում էր հավատալ։ Տիկին Հեղինեն փորձում էր խոսել որդու հետ, բայց նա միշտ զբաղված էր։ Ժողով, շինհրապարակ, գործուղում, հանդիպում։ Եվ երբ վերջապես նստում էին զրուցելու, Լիլիթը միշտ մոտակայքում էր, լսելով, վերահսկելով։ Մի օր կեսօրին տիկին Հեղինեն իջավ ջուր խմելու հյուրասենյակում, գտավ Լիլիթին մի խումբ ընկերուհիների հետ։ Բոլորը երիտասարդ, էլեգանտ, բարձր ծիծաղում էին, խոսում ճամփորդությունների, հագուստի, ռեստորանների մասին։ Երբ տիկին Հեղինեն հայտնվեց, խմբում լռություն տիրեց։ Բոլորը նայեցին նրան այն հայացքով, որը տիկին Հեղինեն լավ գիտեր։ Այն մարդու հայացքով, ով տեսնում է մեկին, որն իր տեղում չէ։ Տիկին Հեղինե, ձեզ մի բան պետք է, հարցրեց Լիլիթը ստիպված ժպիտով։ Ուղղակի մի բաժակ ջուր եկա խմելու, աղջիկս։ Ահ, լավ։ Բայց հետո, եթե կարող եք, սենյակում մնացեք, շնորհակալ կլինեմ։ Մենք կարևոր հանդիպման մեջ ենք։ Տիկին Հեղինեն վերցրեց ջրի բաժակը, վերադարձավ սենյակ։ Նստեց մահճակալին, լաց եղավ։ Լաց եղավ մեղմ, որ ոչ ոք չլսի։ Լաց եղավ գյուղի կարոտից, այդ վայրի միայնությունից, բեռ լինելու զգացումից։ Նա, ով այդքան սիրով, այդքան զոհողությամբ մեծացրել էր որդուն, հիմա այստեղ էր, փակված առանց պատուհանների սենյակում, կարծես ամոթի պատճառ լիներ։ Այդ երեկո Գագիկը ոգորված եկավ։ Նա ճարտարապետական մրցանակ էր շահել, ուրախ էր, ուզում էր նշել։ Թանկարժեք ուտելիք պատվիրեց, գինի բացեց, մորը կանչեց իջնելու։ Տիկին Հեղինեն իջավ, փորձելով ժպտալ, փորձելով մասնակցել։ Բայց Լիլիթն էր զրույցը վարում, խոսում էր։ Թե ինչպես է ինքն օգնել Գագիկին կարիերայում, թե ինչպես ինքը կարևոր կապեր ունի, թե որքան կարևոր է ինքը նրա հաջողության համար։ Տիկին Հեղինեն լուռ լսում էր։ Եվ այդ պահին նա հասկացավ։ Հասկացավ, որ Լիլիթի համար ինքն ընդամենը խոչընդոտ է։ Անցյալից մնացած մի բեռ, որը սպառնում է Լիլիթի կառուցած կատարելության կերպարին։ Գյուղացի կինը, կոշտացած ձեռքերով, հասարակ հագուստով, չէր համապատասխանում այն շքեղ կյանքին, որը Լիլիթն ուզում էր ցուցադրել։ Ընթրիքից հետո տիկին Հեղինեն նորից բարձրացավ։ Ծնկի իջավ մահճակալի կողքին, վերցրեց համրիչը, աղոթեց։ Աստծուց խնդրեց, որ օգնի իրեն դիմանալ։ Որ ուժ տա։ Որ մի օր, ինչ-որ կերպ, ամեն ինչ փոխվի։ Բայց ամեն ինչ չփոխվեց։ Ավելի վատացավ։ Լիլիթը սկսեց վերահսկել նույնիսկ այն, թե ինչ էր հագնում տիկին Հեղինեն։ Ասում էր, որ նրա հագուստը շատ հին է, շատ հասարակ, որ վատ տպավորություն կթողնի հյուրերի վրա։ Նոր հագուստ գնեց, անհեթեթ, անհարմար հագուստ, որը տիկին Հեղինեն ատում էր։ Բայց նա հագնում էր, որովհետև չէր ուզում խնդիր ստեղծել։ Ընկույզի Մուրաբայի բանկաները, որոնք տիկին Հեղինեն բերել էր, անհետացան։ Երբ նա հարցրեց, Լիլիթն ասաց, որ դեն է նետել, որովհետև ժամկետանց էր։ Այդպես չէր։ Տիկին Հեղինեն դրանք երան գալու նախորդ օրն էր պատրաստել։ Համրիչը, որը նա պահում էր գիշերասեղանին, անհետացավ։ Նա ամենուր փնտրեց, բայց չգտավ։ Հարցրեց Լիլիթին, որն ասաց, թե չի տեսել։ Տիկին Հեղինեն գիտեր, որ սուտ է։ Գիտեր, որ Լիլիթն է վերցրել։ Բայց ապացույցներ չուներ։ Ոչինչ չուներ։ Գագիկը շարունակում էր կույր լինել։ Շարունակում էր կարծել, որ ամեն ինչ լավ է, որ մայրը երջանիկ է, որ Լիլիթը հրաշալի հարս է։ Իսկ տիկին Հեղինեն խոսելու քաջություն չուներ։ Չէր ուզում վշտացնել որդուն։ Չէր ուզում նրա նշանածի միջ վեճի պատճառ դառնալ։ Ուստի նա դիմանում էր։ Դիմանում էր արամարանքին, լռություններին, ամենօրյա փոքր նվաստացումներին։ Դիմանում էր, որովհետև մայր էր։ Իսկ մայրն ամեն ինչի դիմանում է իր զավակի համար։ Բայց սրտի խորքում տիկին Հեղինեն գիտեր, որ սա չի կարող հավերժ տել։ Գիտեր, որ մի օր ինչ-որ բան կփոխվի։ Եվ հույս ուներ, աղոթում էր, որ երբ փոխվի, դա դեպի լավը լինի։ Որովհետև նա արժանի չէր դրան։ Ոչ ոք արժանի չէր։ Շաբաթներն անցնում էին, տիկին Հեղինեի կյանքն այդ առանձնատանը վերածվել էր լռությունների ու չասված կանոնների առօրյայի։ Նա, ինչպես միշտ, շուտ էր արթնանում, բայց այժմ առանց նպատակի։
Մնում էր սենյակում, մինչ լսեր Գագիկի իջնելու ձայնը, սպասելով ճիշտ պահի, որ հայտնվի ու բարի լույս ասի որդուն։ Երբ վերջապես իջնում էր, նա արդեն կոստյումով էր, պայուսակը ձեռքին, ոտքի վրա սուրճ էր խմում, հայացքը հեռախոսին։ Բարի լույս, մամ։ Լավ քնեցիր։ Լավ, տղաս։ Իսկ դող։ Լարված։ 8-ին ժողով ունեմ։ Ցտեսություն, մամ։ Եվ գնում էր։ Միշտ շտապելով։ Միշտ հեռու։ Լիլիթը մնում էր, բայց կարծես տիկին Հեղինեն անտեսանելի լիներ։ Նա մտնում էր խոհանոց, վերցնում իր կանաչ սմուզին, բարձրանում աշխատասենյակ, փակում դուռը։ Ամբողջ օրն այնտեղ, զանգերի պատասխանելով, միջոցառումներ կազմակերպելով, հոգ տանելով այն առցանց կյանքի մասին, որն այդքան խնամքով կառուցում էր։ Տիկին Հեղինեն փորձում էր իր տեղը գտնել այդ տանը։ Նստում էր հետի պատշգամբում, որտեղ փոքրիկ այգի կար, նայում բույսերին։ Մտածում էր, թե որքան լավ կլիներ, եթե կարողանար խնամել դրանք, այստեղ-այնտեղ մոլախոտ քաղել, ջրել, պարարտացնել։ Բայց չէր կարող։ Լիլիթն այգեպան էր վարձել, որը գալիս էր ամեն շաբաթ, նա միջամտություններ չէր սիրում։ Մի անգամ տիկին Հեղինեն փորձեց ջրել մի վարդի թուփ, որը չորացած էր թվում, այգեպանը բողոքեց Լիլիթին, ասելով, որ նա խանգարում է իր աշխատանքին։ Լիլիթը կանչեց տիկին Հեղինեին սառը ժպիտով խնդրեց, որ հարգի տան մասնագետներին։ Միայնությունը մեծանում էր։ Տիկին Հեղինեն ժամերով նստում էր սենյակի աթոռին, նայելով սպիտակ պատին, մտքում աղոթելով, քանի որ համրիչն անհետացել էր, նա քաջություն չուներ նորը խնդրելու։ Գագիկը միշտ գործուղումների մեջ էր։ Շինարարական նախագծեր ուներ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում։ Օրերով բացակայում էր, երբ վերադառնում էր, Լիլիթը մենաշնորհում էր նրա ողջ ուշադրությունը։ Ռոմանտիկ ընթրիքներ, զբոսանքներ, հանգստյան օրերի ուղղորություններ։ Տիկին Հեղինեն մենակ էր մնում տանը, ուտելով սառը մնացորդները, որոնք Լիլիթը թողնում էր սառնարանում մի գրությամբ։ Տիկին Հեղինե, ձեզ համար ուտելիք եմ տաքացրել։ Սառնարանում է։ Բայց ուտելիքը երբեք տաքացրած չէր լինում։ Սառն էր, երբեմն չոր, միշտ անհամ։ Տիկին Հեղինեն ուտում էր, որովհետև պետք էր ուտել, բայց յուրաքանչյուր պատարագախ հիշեցնում էր, թե որքան էր ընկել։ Նա, ով այդքան լավ էր եփում, ով տարածաշրջանի ամենահամեղ քաղցրավենիքներն էր պատրաստում, ով այդքան սիրով կերակրել էր որդուն, հիմա մենակ էր ուտում խոհանոցում, գաղտագողի, կարծես անկոչ հյուր լիներ։ Մի օր տիկին Հեղինեն արթնացավ ոտքերի ցավով։ Դա հին ցավ էր, որը գալիս ու գնում էր, բայց այդ օրն ավելի ուժեղ էր։ Նա փորձեց դանդաղ իջնել աստիճաններով, ամուր բռնելով բազրիքից, բայց յուրաքանչյուր աստիճանը զոհողություն էր։ Երբ հասավ խոհանոց, Լիլիթն այնտեղ էր, սուրճ խմելով, հեռախոսով զբաղվելով։ Տիկին Հեղինե, լավ եք։ Գունատ տեսք ունեք։ Ոտքերս ցավում են, աղջիկս։ Կարծում եմ, արթրիտն է։ Լիլիթը մտահոգ դեմք ընդունեց, բայց դա մի մտահոգություն էր, որը չէր հասնում աչքերին։ Ահ, ափսոս։ Դեղ ուզում եք։ Արդեն խմել եմ։ Ուղղակի պետք է մի քիչ հանգստանամ։ Ապա ավելի լավ է այսօր սենյակում մնաք։ Ես կեսօրին հյուրեր ունեմ, մի քանի ընկերուհիներ, որոնք հարսանիքի դեկորացիայի նմուշներ են բերելու։ Չեմ ուզում, որ դուք անհանգստանաք, բարձրանալով ու իջնելով։ Տիկին Հեղինեն հասկացավ ակնարկը։ Նորից դժվարությամբ բարձրացավ, ամբողջ օրը մնաց սենյակում։ Ներքից ծիծաղի ձայներ էր լսում, աշխույժ խոսակցություններ, երաժշտություն։ Պատկերացրեց Լիլիթի ընկերուհիներին, բոլորը գեղեցիկ ու էլեգանտ, խոսում են զգեստների, ծաղիկների, մեղրամսի մասին։ Պատկերացրեց, թե որքան տարօրինակ պետք է լիներ նրանց համար իմանալ, որ վերի հարկում մի ծեր կին է փակված, թաքցրած, կարծես ամոթի պատճառ լիներ։ Այդ երեկո Գագիկը ուշ վերադարձավ։ Տիկին Հեղինեն սպասեց, որ նա բարձրանա, մեղմ կանչեց, երբ նա անցավ միջանցքով։ Նա մտավ սենյակ, հոգնած, բայց դեմքին ժպիտ։ Մամ, կներես, որ ավելի շուտ չեկա։ Գրասենյակում մի քանի հարց պետք է լուծեի։ Ոչինչ, տղաս։ Ես ուղղակի ուզում էի մի քիչ խոսել քեզ հետ։ Իհարկե։ Ինչ է պատահել։ Տիկին Հեղինեն տատանվեց։ Չգիտեր, ինչպես սկսել։ Չէր ուզում լացկան թվալ, չէր ո։ Ուզում խնդիրներ ստեղծել։ Բայց պետք է խոսեր։ Գագիկ, գիտեմ, որ զբաղված ես, բայց ես ինձ շատ մենակ եմ զգում այստեղ։ Ամբողջ օրը անելիք չունեմ։
Ոչ մի բանով չեմ կարող օգնել, չեմ կարող դուրս գալ, նույնիսկ բույսերը չեմ կարող ջրել։ Գագիկը նստեց մահճակալին նրա կողքին, վերցրեց նրա ձեռքն իր ձեռքերի մեջ։ Մամ, գիտեմ, որ դժվար է հարմարվելը։ Բայց դա ժամանակի հարց է։ Լիլիթը քեզ խնամում է, չէ՞։ Նա ինձ ասել է, որ ամեն ինչ հիանալի է։ Գագիկ, ես բեռ լինել չեմ ուզում։ Ես ուղղակի կուզենայի օգնել, մի բան անել։ Դու բեռ չես, մամ։ Երբեք չես եղել։ Եվ Լիլիթն էլ այդպես չի կարծում։ Նա քեզ շատ է սիրում։ Տիկին Հեղինեն ուզում էր ավելին ասել, ուզում էր պատմել կանոնների, առանց պատուհանների սենյակի, սառը ուտելիքի, անհետացած համրիչի մասին։ Բայց նայեց որդուն, տեսավ նրա դեմքի հոգնածությունը, մտահոգությունը քաջություն չունեցավ։ Նա արդեն այնքան բան ուներ մտածելու։ Չուզեցավ մեկ բեռ ավելացնել։ Լավ, տղաս։ Ես կհարմարվեմ։ Գագիկը համբուրեց նրա ճակատը։ Այդպես, մամ։ Եթե մի բան լինի, ինձ կասես։ Բայց տիկին Հեղ ինեն գիտեր, որ չի ասի։ Գիտեր, որ Գագիկը չի հասկանա։ Որովհետև նրա համար Լիլիթը կատարյալ էր։ Եվ գուցե իրոք այդպես էր։ Գուցե խնդիրն ինքն էր, մի ծեր գյուղացի կին, որը չգիտեր, ինչպես ապրել մեծ քաղաքում։ Օրերը շարունակվում էին նույն կերպ, բայց այդ խոսակցությունից հետո ինչ-որ բան փոխվեց։ Լիլիթն ավելի պահանջկոտ, ավելի վերահսկող դարձավ։ Կարծես նկատել էր, որ տիկին Հեղինեն փորձել է խոսել Գագիկի հետ, հիմա պետք էր էլ ավելի սեղմել օղակը։ Սկսեց բաներ խնդրել։ Սկզբում փոքր բաներ։ Տիկին Հեղինե, կարող եք այս բաժակները լվանալ ինձ համար։ Մաքրուհին այսօր չի գալիս։ Տիկին Հեղինեն լվանում էր։ Տիկին Հեղինե, կարող եք այն դարակը կարգի բերել։ Ամեն ինչ խառնվել է։ Տիկին Հեղինեն կարգի էր բերում։ Տիկին Հեղինե, կարող եք այս կտորով հատակը սրբել։ Մի քիչ սուրճ է թափվել։ Տիկին Հեղինեն սրբում էր։ Եվ կամաց-կամաց այն, ինչը խնդրանք էր, պարտականություն դարձավ։ Լիլիթն այլս չէր խնդրում։ Հրամայում էր։ Եվ տիկին Հեղինեն հնազանդվում էր, որովհետև չգիտեր ուրիշ ինչ անել։ Որովհետև վախենում էր խնդիրներ ստեղծել, վտարվել։ Որդուն ընդմիշտ կորցնել։ Մի օր կեսօրին Լիլիթը տանը միջոցառում էր կազմակերպում։ Բրանջ, մոտ 15 հոգու համար, իր հաճախորդները, ազդեցիկ ընկերուհիները, կարևոր մարդիկ։ Նա թիմ էր վարձել ամեն ինչ կազմակերպելու համար, բայց պահին մարդ պակասեց։ Եվ Լիլիթը, նյարդայնացած, գնաց տիկին Հեղինեի սենյակ։ Տիկին Հեղինե, շտապ ձեր օգնությունն է պետք։ Ասա, աղջիկս։ Աղջիկը, որը պետք է խմիչքները մատուցեր, չի եկել։ Կարող եք դուք դա անել։ Ուղղակի պետք է սկուտեղով անցնել, շամպայն ու հյութ առաջարկել։ Ոչ մի բարդ բան։ Տիկին Հեղինեն չէր ուզում։ Իրեն լավ չէր զգում։ Ոտքերը նորից ցավում էին, նա պատշաճ հագնված չէր։ Բայց Լիլիթը բնդեց։ Ասաց, որ դա կարող է, որ ինքը չի կարող հիասթափեցնել հաճախորդներին, որ դա ընդամենը 1 ժամ կտի։ Տիկին Հեղինեն իջավ, հագավ Լիլիթի տված գոգնոցը, սկսեց սկուտեղով շրջել հյուրերի միջ։ Մարդիկ վերցնում էին խմիչքները, առանց նրա վրա նայելու, առանց շնորհակալություն հայտնելու։ Նա անտեսանելի էր։ Մի առարկա։ Մի սպասուհի։ Եվ ամենավատն այն էր, որ ոչ ոք չգիտեր, որ նա տան տիրոջ մայրն է։ Ոչ ոք չհարցրեց, ոչ ոքի չհետաքրքրեց։ 1 ժամ ոտքի վրա մնալուց հետո տիկին Հեղինեի ոտքերը սկսեցին դողալ։ Նա գլխապտույտ զգաց, տեսողությունը մի պահ մտնեց։ Փորձեց հենվել սեղանին, բայց սկուտեղը սահեց ձեռքից ընկավ հատակին, փշրելով 3 բյուրեղյա գավաթ։ Աղմուկից բոլորը կանգ առան նայեցին։ Լիլիթը կատաղած վազեց դեպի նա։ Բայց հյուրերի առաջ իրեն զուսպ պահեց։ Ահ, ափսոս։ Մի անհանգստացեք, տիկին Հեղինե։ Պատահում է։ Գնացեք հանգստացեք, ես այստեղ կզբաղվեմ։ Բայց այն հայացքը, որ Լիլիթը նետեց տիկին Հեղինեի վրա, ոչ մի հասկացողություն չէր պարունակում։ Դա զայրույթի, արհամարանքի հայացք էր։ Տիկին Հեղինեն դժվարությամբ բարձրացավ աստիճաններով, մտավ սենյակ, ընկավ մահճակալին, լաց լինելով։ Ամոթ, հոգնածություն, ցավ էր զգում։ Ուզում էր անհետանալ։
Ուզում էր ժամանակը հետ տալ, մնալ գյուղում, երբեք չհամաձայնել գալ այս տուն։ Երբ միջոցառումն ավարտվեց, Գագիկը տուն եկավ, Լիլիթը պատմությունը այլ կերպ ներկայացրեց։ Ասաց, որ տիկին Հեղինեն է պնդել օգնել, որ ինքը զգուշացրել է, թե պետք չէ, բայց տիկին Հեղինեն ուզեցել է իրեն օգտակար զգալ։ Եվ որ, ցավոք, մի փոքր դժբախտ պատահար է տեղի ունեցել, բայց ամեն ինչ լավ է։ Գագիկը բարձրացավ մորը տեսնելու։ Նա պառկած էր, աչքերը փակ։ Նա նստեց մահճակալին, ձեռքը տարավ նրա մազերի միջով։ Մամ, Լիլիթն ինձ պատմեց, թե ինչ է եղել։ Պետք չէր, որ օգնեիր։ Ես ուզեցի օգնել, Գագիկ։ Ինձ անպետք եմ զգում այստեղ։ Դու անպետք չես։ Ուղղակի պետք է հանգստանաս։ Արդեն բավականին շատ բան ես արել կյանքում։ Հիմա վայելելու ժամանակն է։ Բայց ինչպես վայելել բանտում։ Ինչպես հանգստանալ, երբ ամեն օրը պայքար է արժանապատվությունը պահպանելու համար։ Տիկին Հեղինեն ոչինչ չասաց։ Պարզապես գլխով արեց, չափազանց հոգնած վիճելու համար։ Գագիկը դուրս եկավ, նա նորից մենակ մնաց։ Նայեց սպիտակ առաստաղին, այդ առանց պատուհանների, անկենդան սենյակին։ Եվ առաջին անգամ մտածեց, թե արդյոք ավելի լավ չէր լինի մնալ գյուղում, միայնակ, բայց ազատ։ Որովհետև ազատության հետ միայնությունը ավելի լավ է, քան ճնշման հետ ընկերակցությունը։ Հաջորդ օրերը լարված էին։ Լիլիթը հազիվ էր խոսում տիկին Հեղինեի հետ, բայց երբ խոսում էր, միշ դատապարտող տոնով էր, կարծես նա մի երեխա լիներ, որը սխալ բան է արել։ Գագիկը նորից գործուղման էր, այս անգամ Գյումրի, մեկ շաբաթով պետք է մնար։ Եվ տիկին Հեղինեն գիտեր, որ դժվար է լինելու։ Գիտեր, որ առանց Գագիկի Լիլիթը ստիպված չի լինի ձացնել։ Եվ նա ճիշտ էր։ Գործուղման երկրորդ օրը Լիլիթը վաղ առավոտյան թակեց տիկին Հեղինեի սենյակի դուռը։ Տիկին Հեղինե, պետք է, որ այսօր խոհանոցը մաքրեք։ Մաքրուհին չի գալիս, իսկ ես ամբողջ օրը ժողով ունեմ։ Բայց Լիլիթ, ոտքերս շատ են ցավում։ Չի լինի մինչ վաղը սպասել։ Ոչ, չի լինի։ Ես երեկոյան հյուր ունեմ, խոհանոցը պետք է անթերի լինի։ Դուք պետք է անեք։ Տիկին Հեղինեն իջավ, վերցրեց դույլը, լաթը, մաքրող միջոցները։ Լված հատակը, մաքրեց պահարանները, լված կուտակված սպասքը։ Գրեթե 3 ժամ տեց, երբ ավարտեց, ուժասպառ էր։ Ոտքերը բաբախում էին, մեջքը ցավում էր։ Նա նորից բարձրացավ սենյակ պառկեց։ Բայց երեկոյան, երբ Լիլիթը գնաց խոհանոցը ստուգելու, մի անկյուն գտավ, որը կատարյալ չէր։ Կատաղած բարձրացավ տիկին Հեղինեի սենյակ առանց թակելու բացեց դուռը։ Ես խնդրեցի, որ ամբողջ խոհանոցը մաքրեք։ Ամբողջը, տիկին Հեղինե։ Ոչ թե կիսատ պրատ։ Ես ամեն ինչ մաքրել եմ, աղջիկս։ Ապա ինչու է գազօջախի եզրին յուղ մնացել։ Տիկին Հեղինեն չէր տեսել։ Այնքան հոգնած էր, որ չէր նկատել։ Կներես, չեմ տեսել։ Չեք տեսել, թե։ Չեք ուզեցել տեսնել։ Որովհետև ես սկսում եմ կարծել, որ դուք ծուլություն եք անում։ Տիկին Հեղինեն զգաց, որ արցունքները սկսում են հոսել։ Չկարողացավ զսպել։ Լիլիթ, ես ծուլություն չեմ անում։ Ես ցավ ունեմ, հոգնած եմ։ Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ։ Լիլիթը ձեռքերը խաչեց, նայելով նրան արամարանքով։ Տեսեք, տիկին Հեղինե, ես ձեզ հետ անկեղծ կլինեմ։ Ես չէի ուզում, որ դուք այստեղ ապրելու գայիք։ Դա Գագիկի գաղափարն էր։ Բայց քանի որ դուք այստեղ եք, պետք է հետեք կանոններին։ Այս տունն իմն է, ես անփութություն չեմ հանդուրժի։ Ես անփույթ չեմ։ Ապա ապացուցեք։ Իջեք ներք այդ գազօջախը ճիշտ մաքրեք։ Տիկին Հեղինեն նորից իջավ, մաքրեց գազօջախը բարձրացավ։ Լիլիթը նույնիսկ չստուգեց։ Պարզապես ուզում էր ցույց տալ, թե ով է տան տերը։ Ուզում էր նվաստ ացնել։ Ուզում էր կոտրել։ Այդ գիշեր տիկին Հեղինեն չկարողացավ քնել։ Մտածում էր, թե ինչպես է կյանքը գլխիվայր շրջվել։ Նա, ով միշտ անկախ է եղել, ով միշտ քրտնաջան աշխատել է, հիմա վերածվել էր առանց աշխատավարձի, առանց հարգանքի, առանց արժանապատվության մի սպասուհու։ Եվ ամենավատն այն էր, որ չէր կարող բողոքել։ Որովհետև ով կհավատար նրան։
Գագիկը կարծում էր, որ Լիլիթը հրեշտակ է։ Իսկ Լիլիթը չափազանց խելացի էր։ Գիտեր, ինչպես վարվել, ինչպես մանիպուլացնել, ինչպես պահպանել արտաքին տեսքը։ Օրերն անցնում էին, իրավիճակը միայն վատանում էր։ Լիլիթը սկսեց վերահսկել նույնիսկ տիկին Հեղինեի սնունդը։ Ասում էր, որ նա շատ է ուտում, որ պետք է նիհարի, որ դեղերն ավելի լավ կազդեն, եթե նա քաշ կորցնի։ Սկսեց փոքր բաժիններ տալ, առանց աղի, անհամ, ոչ մի բան, որը կարող էր հաճույք պատճառել։ Տիկին Հեղինեն նիհարում էր, ավելի թույլ, ավելի աննկատ դառնում։ Մի օր կեսօրին տիկին Հեղինեն նստած էր սենյակի աթոռին, երբ ներքի հարկից տարօրինակ աղմուկ լսեց։ Ձայների նման էին, բայց խուլ։ Նա դանդաղ բացեց սենյակի դուռը ավելի լավ լսեց։ Լիլիթ ներ, հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Ոչ, ես այլս չեմ դիմանում։ Նա ինձ խելագարեցնում է։ Այստեղ կանգնած է, նայում է, կարծես ես պարտավոր եմ իրեն խնամել։ Գագիկը, իհարկե, ոչինչ չի նկատում։ Նա կարծում է, որ ամեն ինչ հրաշալի է։ Դադար եղավ։ Գծի մյուս կողմում գտնվող մարդը երի խոսում էր։ Գիտեմ։ Բայց ես չեմ կարող պարզապես նրան դուրս անել։ Գագիկը կխելագարվի։ Ուստի պետք է դիմանամ։ Բայց ոչ երկար։ Հարսանիքից հետո մի բան կմտածենք։ Պետք է մի տեղ գնա։ Ծերանոց, չգիտեմ։ Ցանկացած բան։ Միայն թե ոչ այստեղ։ Տիկին Հեղինեն զգաց, թե ինչպես սիրտը սառեց։ Ծերանոց։ Լիլիթն ուզում էր ազատվել իրենից։ Եվ Գագիկը նույնիսկ չգիտեր։ Կամ գուցե գիտեր նրա համար մի նույն էր։ Գուցե նա էլ էր հոգնել իրենից։ Գուցե ինքն իսկապես բեռ էր։ Նա դանդաղ փակեց դուռը, վերադարձավ մահճակալին պառկեց կողքի, գրկելով բարձը։ Լուռ լաց եղավ, փորձելով աղմուկ չհանել։ Որովհետև նույնիսկ լաց լինելու համար նա պետք է թույլտվություն խնդրեր այդ տանը։ Հաջորդ օրը Գագիկը վերադարձավ գործուղումից։ Նա ոգորված էր, ուրախ։ Մեծ պայմանագիր է։ Կնքել, կարևոր մրցույթ էր շահել։ Ուզում էր նշել։ Լիլիթին մորը կանչեց ընթրիքի, կենտրոնի շքեղ ռեստորաններից մեկում։ Տիկին Հեղինեն չէր ուզում գնալ։ Իրեն լավ չէր զգում, պատշաճ հագուստ չուներ, չէր ուզում փչացնել որդու պահը։ Բայց Գագիկը պնդեց։ Նրանք գնացին։ Ռեստորանը գեղեցիկ էր, թանկ, լի էլեգանտ մարդկանցով։ Տիկին Հեղինեն նորից իրեն օտար զգաց, իր հասարակ հագուստով, իր ամաչկոտ պահվածքով։ Գագիկն ու Լիլիթը աշխույժ զրուցում էին, պլանավորում մեղրամիսը, խոսում արարողության մասին։ Տիկին Հեղինեն միայն լսում էր, փորձելով ժպտալ, փորձելով ուրախ թվալ որդու համար։ Բայց հետո Լիլիթը մի նախադասություն ասաց, որը դանակի պես կտրեց։ Գագիկ սիրելիս, երբ ամուսնանանք, պետք է մտածենք քո մոր համար ավելի լավ տեղի մասին։ Օրինակ, հատուկ խնամքի տուն, գիտես, որտեղ նա կունենա մասնագիտական խնամք, զբաղմունքներ, իր տարիքի այլ մարդիկ։ Կարծում եմ, դա ավելի լավ կլինի նրա համար։ Գագիկը դադարեց ուտելուց, նայեց Լիլիթին, հետո մորը։ Ծերանոց։ Լիլիթ, մայրս ծերանոց չի գնա։ Ծերանոց չէ, սիրելիս։ Հատուկ խնամքի տուն է։ Դա տարբեր բան է։ Դա այն տարեցների համար է, ովքեր հատուկ ուշադրության կարիք ունեն։ Մայրս հատուկ ուշադրության կարիք չունի։ Նա լավ է։ Լիլիթը թեթ ծիծաղեց, կարծես զվարճալի բան լսեր։ Լավ։ Գագիկ, ամբողջ հարգանքով, բայց մայրդ լավ չէ։ Նա դժվարությամբ է հարմարվում, միշտ մենակ է, տխուր։ Ավելի լավ չի։ Լինի, որ նա լինի համապատասխան պայմաններ ունեցող վայրում։ Տիկին Հեղինեն զգաց, որ արցունքները նորից հավաքվում են, բայց զսպեց։ Նա չէր լացելու այնտեղ, բոլորի առաջ։ Գագիկը նայեց նրան, տեսավ ցավը նրա դեմքին։ Լիլիթ, այս մասին հետո կխոսենք։ Հիմա ոչ։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Տիկին Հեղինեն կորցրեց ախորժակը, այլս ոչինչ չկարողացավ ուտել։ Ընթրիքի մնացած մասը լուռ անցկացրեց, հաշվելով րոպեները, թե երբ է վերադառնալու իր սենյակ, միակ վայրը, որտեղ կարող էր ինքն իրեն լինել, նույնիսկ եթե դա առանց պատուհանների բանտ լիներ։ Երբ տուն հասան, Գագիկը նրա հետ բարձրացավ մինչ սենյակ։
Մամ, ուշադրություն մի դարձրու Լիլիթի ասածին։ Նա ուղղակի քեզ համար է անհանգստանում։ Գիտեմ, տղաս։ Դու ոչ մի տեղ չես գն։ Ինձ հետ ես մնալու։ Տիկին Հեղինեն ուզում էր հավատալ։ Ուզում էր վստահել որդու խոսքերին։ Բայց գիտեր, որ Լիլիթը հզոր է։ Գիտեր, որ նա Գագիկի վրա այնպիսի իշխանություն ունի, որ ինքը, մայրը, երբեք չի ունենա։ Որովհետև ինքն անցյալն էր։ Իսկ Լիլիթը՝ ապագան։ Գագիկը դուրս եկավ, տիկին Հեղինեն նորից մենակ մնաց։ Նայեց դատարկ սենյակին, հասարակ մահճակալին, այն ամենի բացակայությանը, ինչը մի ժամանակ իրենն էր։ Եվ այդ գիշեր, առաջին անգամ, նա Աստծուց ոչ թե ուժ խնդրեց, այլ քաջություն։ Քաջություն դիմանալու, դիմադրելու, գոյատելու, մինչ ինչ-որ բան փոխվի։ Որովհետև նա չէր կարող հանձնվել։ Ոչ հիմա։ Այսքանից հետո, ոչ։ Ամեն ինչ սկսեց փոխվել մի երեքշաբթի օր։ Գագիկը գրասենյակում էր, նախագծերն էր ստուգում, երբ զանգ ստացավ Հարանուհուց, տիկին Մարիամից, մի կնոջից, որն ապրում էր կողքի տանը, միշտ բարում էր մորը, երբ տեսնում էր նրան սենյակի պատուհանից։ Բայց արդեն շաբաթներ էին, ինչ նա այլևս չէր տեսնում տիկին Հեղինեին։ Գագիկ, կներես, որ աշխատանքից ժամին անհանգստացնում եմ, բայց ես մորդ համար եմ անհանգստանում։ Վաղ։ Ուց նրան չեմ տեսել։ Նա լավ է։ Գագիկը խոժոռվեց։ Նա լավ է, այո, տիկին Մարիամ։ Ինչու եք հարցնում։ Որովհետև առաջ նա երբեմն պատուհանի մոտ էր կանգնում, ձեռքով էր անում ինձ։ Բայց արդեն մոտ 3 շաբաթ է, ինչ չեմ տեսել։ Եվ 3 ձեր տնից ինչ-որ ճիչեր լսեցի։ Տարօրինակ թվաց։ Գագիկը կրծքավանդակում սեղմում զգաց։ Ճիչեր։ Ինչ ճիչեր, տիկին Մարիամ։ Ախ, լավ չգիտեմ։ Մի տեսակ խուլ էր։ Բայց վիճաբանության էր նման։ Չգիտեմ, հեռուստացույցներ, թե ինչ։ Ուղղակի տարօրինակ թվաց ու որոշեցի զանգել։ Գագիկը շնորհակալություն հայտնեց, անջատեց հեռախոսը, մտածմունքների մեջ ընկավ։ Ճիչեր։ Մայրը, որը չի երում։ Նա վերջին շաբաթներին այնքան զբաղված էր, որ հազիվ էր նրա հետ նորմալ խոսել։ Երբ տուն էր գալիս, նա արդեն սենյակում էր լինում։ Երբ առավոտյան դուրս էր գալիս, նա դեռ չէր իջել։ Իսկ Լիլիթը միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, որ մայրը հանգստանում է, հարմարվում է, երջանիկ է։ Բայց արդյոք այդպես էր։ Այդ օրը Գագիկը գրասենյակից ավելի շուտ դուրս եկավ։ Ուզում էր խոսել մոր հետ, տեսնել, թե նա իրականում ինչպես է։ Ամեն ինչ ասել։ Բայց վախենում էր։ Վախենում էր, որ Գագիկը չի հավատա, վախենում էր վեճի պատճառ դառնալ, վախենում էր ամեն ինչ ավելի վատացնել։ Ոչինչ, Գագիկ։ Ուղղակի տարիքն է։ Ծերանում ենք, ախորժակն էլ կորցնում։ Գագիկը չհամոզվեց։ Ինչ-որ բան այն չէր։ Նա ճանաչում էր մորը։ Ճանաչում էր, երբ նա ստում էր, երբ ինչ-որ բան էր թաքցնում։ Եվ նա թաքցնում էր։ Նա ուզում էր ավելին հարցնել, բայց Լիլիթը ներքից կանչեց։ Գագիկ, սիրելիս, արի այստեղ։ Պետք է քեզ մի բան ցույց տամ։ Գագիկը նայեց մորը, համբուրեց նրա ճակատը։ Հետո ավելի լավ կխոսենք, լավ։ Նա իջավ, բայց մոր կերպարը մնաց նրա մտքում։ Նիհար, գունատ, տխուր։ Եվ տիկին Մարիամը ճիշտ էր։ Այդ տանը ինչ-որ բան այն չէր։ Այդ գիշեր Գագիկը չկարողացավ քնել։ Մտածում էր մոր Հարանուհու զանգի, այն տարօրինակ ձի մասին, որով Լիլիթը միշտ փոխում էր թեման, երբ ինքը հարցնում էր տիկին Հեղինեի մասին։ Եվ հետո մի միտք ծագեց։ Նա մոտ 1 ամիս առաջ տանն անվտանգության տեսախցիկներ էր տեղադրել, երբ թաղամասում կողոպուտների ալիք էր բարձրացել։ Աննկատ տեսախցիկներ, ռազմավարական գե։ Տերում միացված հեռախոսի հավելվածին։ Նա երբեք չէր նայել ձայնագրությունները, որովհետև երբեք պատճառ չէր ունեցել։ Բայց հիմա ուներ։ Սպասեց, որ Լիլիթը քնի։ Վերցրեց հեռախոսը, գնաց լոգարան, բացեց հավելվածը։ Տեսախցիկները վերջին 30 օրվա շարունակական ձայնագրություն ունեին։ Նա ընտրեց մի տեսախցիկ, որը հյուրասենյակում էր, աստիճանների խոհանոցի մի մասի տեսարանով։ Սկսեց արագացված ռեժիմով անցկացնել ձայնագրությունները օր առ օր։ Սկզբում ոչինչ։
Սովորական տեսարաններ։ Լիլիթն աշխատում է, մայրն իջնում է ջուր խմելու, նորից բարձրանում։ Բայց հետո ձայնագրության 10-րդ օրը նա մի բան տեսավ, որից արյունը սառեց երակներում։ Լիլիթը խոհանոցում էր, մայրը սպասք էր լվանում։ Եվ հանկարծ Լիլիթը սկսեց գոռալ։ Լավ չէր լսվում, բայց նրա դեմքի կատաղությունը տեսանելի էր։ Տիկին Հեղինեն գլուխը կախեց, ձեռքերը դողում էին։ Լիլիթը նրա ձեռքից մի ափսե վերցրեց, հետ շպրտեց լվացարանի մեջ։ Մայրը գուչ եկավ, վախեցած։ Գագիկը կոկորթում սեղմում զգաց։ Շարունակեց դիտել։ Եվ ավելին տեսավ։ Տեսավ, թե ինչպես է Լիլիթը մորը ստիպում հատակը մաքրել։ Տեսավ, թե ինչպես է Լիլիթը սառնարանից ուտելիք հանում ծիծաղելի փոքր բաժիններ տալիս մորը։ Տեսավ, թե ինչպես է Լիլիթը դրսից փակում մոր սենյակի դուռը, նրան ներսում թողնելով։ Տեսավ, թե ինչպես է մայրը հուսահատ թակում դուռը, իսկ Լիլիթն անտարբեր անցնում միջանցքով։ Արցունքները սկսեցին հոսել։ Գագիկը չէր կարողանում հավատալ։ Ինչպես չէր նկատել։ Ինչպես էր այդքան կույր եղել։ Այն կինը, ում նա սիրում էր, ում հետ պիտի ամուսնանար, իր մորը վերաբերվում էր ինչպես աղբի։ Եվ ինքը ոչինչ չէր տեսել։ Շարունակեց դիտել։ Եվ յուրաքանչյուր տեսարան նախորդից վատն էր։ Տեսավ բրանչի օրը, երբ մայրը ստիպված էր հիվանդ վիճակում հյուրերին սպասարկել։ Տեսավ, թե ինչպես նա քիչ մնաց ընկներ։ Տեսավ, թե ինչպես է Լիլիթը նրան մի կողմ քաշում ականջին ինչ-որ բան ասում, որից մայրն էլ ավելի է կուչ գալիս։ Տեսավ, թե ինչպես է մայրը դժվարությամբ, պատից բռնած բարձրանում աստիճաններով, իսկ Լիլիթը ներքում ծիծաղում է ընկերուհիների հետ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Գագիկն անջատեց հեռախոսը, հենվեց լոգարանի պատին, խորը շունչ քաշեց։ Այն Սի ուժգին զայրույթ զգաց, որ կարծեց կպայթի։ Բայց պետք էր զսպվել։ Պետք էր մտածել։ Պետք էր պլանավորել։ Որովհետ չէր կարող պարզապես առերեսվել Լիլիթի հետ։ Նա կհերքեր, կմանիպուլացներ, կասեր, որ ինքը սխալ է մեկնաբանում։ Պլան էր պետք։ Վերադարձավ սենյակ, պառկեց Լիլիթի կողքին, ծածնելով, թե ամեն ինչ կարգին է։ Բայց ներսում նա կոտրված էր։ Ինչպես էր թույլ տվել, որ դա տեղի ունենա։ Ինչպես էր այդքան ձախողվել միակ մարդու հանդեպ, ով միշտ իր կողքին է եղել։ Հաջորդ օրը Գագիկը ծացրեց, թե գործուղման է գնում։ Ասաց, որ Գյումրիում շտապ գործ ունի, որ 3 օր կմնա։ Լիլիթն ուրախացավ։ Ավելի շատ ժամանակ տիկին Հեղինեի հետ մենակ մնալու համար։ Ավելի շատ ժամանակ, ինչ ուզի, անելու համար։ Գագիկը ճամպրուկով դուրս եկավ տնից, նստեց մեքենան, բայց ոչ մի տեղ չգնաց։ Գնաց գրասենյակ, փակեց դուռը, ամբողջ օրը դիտեց ձայնագրությունները։ Բոլորը։ Ամեն վայրկյան։ Ամեն նվաստացում։ Ամեն անհարգալից վերաբերմունք։ Եվ հենց այդ ժամանակ տեսավ ամենավատը։ Դա նախորդ օրն էր։ Գագիկը շուտ էր դուրս եկել, Լիլիթը վատ տրամադրությամբ էր արթնացել։ Կին Հեղինեն իջել էր սուրճ խմելու, Լիլիթը սկսել էր գոռալ նրա վրա մի բաժակի համար, որը տեղում չէր։ Վեճը թեժացել էր, Լիլիթը, կատաղության պահին, հրել էր տիկին Հեղինեին։ Մայրն ընկել էր հատակին, գլուխը հարվածել սեղանի անկյունին։ Մնացել էր այնտեղ, գլխապտույտի մեջ, շփոթված։ Լիլիթը նույնիսկ չէր օգնել։ Պարզապես հրամայել էր նրան բարձրանալ սենյակ, մնացած օրն այնտեղ մնալ։ Գագիկն անջատեց հեռախոսը, լաց եղավ։ Լաց եղավ զայրույթից, ամոթից, ցավից։ Նա ձախողվել էր մոր հանդեպ։ Սխալ մարդու էր ընտրել։ Կույր, խուլ, հիմար էր եղել։ Բայց հիմա պիտի ուղղեր ամեն ինչ։ Պիտի արդարություն հաստատեր։ Իր ձով։ Հաջորդ օրերին Գագիկը շարունակեց ծածնել, թե Գյումրիում է։ Հաղորդագրություններ էր ուղարկում Լիլիթին, երբեմն զանգում էր, պահպանում էր կեղծիքը։ Բայց նա երանում էր, պլանավորելով այն ամենի յուրաքանչյուր մանրուքը, ինչ պիտի աներ։ Որովհետ առերեսում պիտի լիներ։ Եվ դա պիտի լիներ հրապարակային։ Պիտի լիներ կործանարար։ Լիլիթը պիտի վճարեր ամեն ինչի համար։ Հարսանիքը նշանակված էր 2 շաբաթից։ Լիլիթն ամեն ինչ կազմակերպել էր։ Պիտի լիներ մեծ, շքեղ արարողություն, ավելի քան 200 հյուրով։
Գործարարներ, ընկերներ, ինֆլուենսերներ, մամուլ։ Պիտի լիներ տարվա իրադարձությունը։ Եվ Գագիկը պիտի օգտագործեր դա։ Նա ձայնային տեսանկարահանման թիմ վարձեց։ Ասաց, որ ուզում է անակնկալ մատուցել հարսնացուին։ Մի հուզիչ տեսանյութ, որը պիտի ցուցադրվեր խնջույքի ժամանակ, արարողությունից հետո։ Թիմը ոգորված համաձայնեց։ Գագիկը խնդրեց, որ տան այգում, որտեղ պիտի լիներ ընդունելությունը, հսկայական էկրան տեղադրեն։ Եվ որ ամեն ինչ պատրաստ լինի մեծ օրվա համար։ Մինույն ժամանակ Գագիկը վերադարձավ տուն։ Գրկեց մորը, մտքում ներողություն խնդրեց։ Նա չէր հասկանում, բայց որդու աչքերում տեսնում էր, որ ինչ-որ բան փոխվել է։ Որ նա գիտի։ Եվ ամիսներ շարունակ առաջին անգամ հույսի մի շող զգաց։ Հարսանիքի օրը եկավ։ Տունը փոխակերպվել էր։ Ծաղիկներ ամենուր, էլեգանտ սեղաններ, շրջող մատուցողներ, կենդանի երաժշտություն։ Լիլիթը փայլում էր, գեղեցիկ, կատարյալ։ Կարծում էր, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է։ Եվ Գագիկը թույլ տվեց, որ նա այդպես հավատա։ Արարողուտ։ Յունը գեղեցիկ էր։ Լիլիթը լաց եղավ, Գագիկը նույնպես։ Բայց նրա արցունքները երջանկությունից չէին։ Դրանք տխրությունից էին այն ամենի համար, ինչ տեղի էր ունեցել, այն ամենի համար, ինչ պիտի տեղի ունենար։ Երբ քահանան ասաց, կարող եք համբուրել հարսնացուին, Գագիկն արագ, պաշտոնական համբույր տվեց։ Եվ Լիլիթը նույնիսկ չնկատեց։ Խնջույքը սկսվեց։ Հյուրերը գալիս էին, շնորհավորում, լուսանկարվում։ Տիկին Հեղինեն մի անկյունում էր, մենակ, հագած մի հասարակ զգեստ, որը Լիլիթն էր ընտրել նրա համար։ Ոչ ոք նրա հետ չէր խոսում։ Ոչ ոք չգիտեր, թե ով է նա։ Գագիկը խնդրել էր, որ մայրը ներկա լինի։ Ասել էր, որ դա կարևոր է։ Եվ նա վստահել էր։ Խնջույքից 1 ժամ անց Գագիկը բոլորի ուշադրությունը խնդրեց։ Բարձրացավ այգում տեղադրված փոքրիկ բեմը, վերցրեց խոսափողը։ Հարգելիներ, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Սա շատ յուրահատուկ օր է ինձ Լիլիթի համար։ Եվ ես կուզենայի նրա համար անակնկալ մատուցել։ Ես մի տեսանյութ եմ պատրաստել, որը մի փոքր պատմում է մեր պատմության մասին։ Հուսով եմ, ձեզ դուր կգա։ Լիլիթը հուզված ժպտաց։ Կարծեց, թե դա ռոմանտիկ տեսանյութ է լինելու, լի սիրո խոստովանություններով։ Հյուրերը մոտեցան էկրանին։ Երաժշտությունը դադարեց։ Եվ տեսանյութը սկսվեց։ Սկզբում սովորական տեսարաններ էին։ Գագիկն ու Լիլիթը ճամփորդությունների, ընթրիքների, զբոսանքների ժամանակ։ Բոլորը ժպտում էին, կարծելով, թե որքան գեղեցիկ է։ Բայց հետո պատկերները փոխվեցին։ Դրանք անվտանգության տեսախցիկների ձայնագրություններն էին։ Եվ այն, ինչ հայտնվեց էկրանին, ստիպեց ամբողջ այգուն լռել։ Լիլիթը գոռում է տիկին Հեղինեի վրա։ Լիլիթը հրում է ձեր կնոջը։ Լիլիթը փակում է նրան սենյակում։ Լիլիթը սառը, անբավարար ուտելիք է տալիս։ Լիլիթը նվաստացնում է, անհարգալից վերաբերվում, չարչարում։ Տեսարան տեսարանի հետից։ Օր օրի հետից։ Շաբաթների դաժանությունը, ամփոփված 5 րոպեանոց տեսանյութում։ Մարդիկ սկսեցին տրտնջալ։ Ոմանք սարսափի բացականչություններ արձակեցին։ Մյուսները սկսեցին լաց լինել։ Լիլիթը գունատվեց, քարացավ։ Փորձեց անջատել էկրանը, բայց Գագիկը կողպել էր կառավարման վահանակը։ Տեսանյութը շարունակվեց։ Եվ վերջում հայտնվեց մի նախադասություն։ Ահա այն կինը, ում հետ ես պիտի ամուսնանայի։ Ահա այն ճշմարտությունը, որը նա թաքցնում էր։ Մայրս արժանի չէր դրան։ Ոչ ոք արժանի չէ։ Երբ տեսանյութն ավարտվեց, լռությունը խլացուցիչ էր։ Բոլորը նայում էին Լիլիթին զզվանքով, նողկանքով։ Նա փորձեց խոսել, փորձեց բացատրել, բայց բացատրություն չկար։ Պատկերներն իրենք էին խոսում։ Գագիկն իջավ բեմից, գնաց մոր մոտ, բռնեց նրա ձեռքից։ Մամ, ներիր ինձ։ Ներիր, որ ավելի շուտ չեմ նկատել։ Ներիր, որ թույլ եմ տվել տառապես։ Բայց վերջացավ։ Ամեն ինչ վերջացավ։ Տիկին Հեղինեն լաց եղավ։ Գրկեց որդուն, զգալով այնպիսի մեծ թեթություն, որ կարծես թե կուշաթափվեր։ Դա մղձավանջի վերջն էր։ Վերջապես։
Լիլիթը փորձեց մոտենալ, բայց հյուրերից մեկը, երանյան հասարակության ազդեցիկ մի կին, ոտքի կանգնեց գոռաց. «Դու հրեշ ես»։ Ինչպես կարողացար դա անել մի ձեր կնոջ հետ։ Այլ մարդիկ միացան։ Նրանք էլ սկսեցին գոռալ։ Լիլիթը հուսահատ փորձեց փախչել, բայց շրջապատվեց ատելության հայացքներով, դատապարտող խոսքերով։ Ինչ-որ մեկը ոստիկանություն կանչեց։ Եվ այդ ընթացքում Գագիկը մորը տարավ տան ներս։ Հեռու այդ կրկեսից, այդ ցուցադրությունից։ Նստեց նրա հետ հյուրասենյակում, բռնած նրա ձեռքը։ «Մամ, դու այլս չես տառապի։ Ես խոստանում եմ։ Մենք այստեղից կգնանք։ Մենք նորից կսկսենք։ Ճիշտ ծով»։ Տիկին Հեղինեն նայեց որդուն, տեսավ վճռականությունը նրա աչքերում։ Եվ վերջապես, այսքան ժամանակ անց, կարողացավ շնչել։ Կարողացավ զգալ, որ ապագա ունի։ Որ մենակ չէ։ Որ իր որդին, այն տղան, ում ինքն այդքան սիրով մեծացրել էր, վերադարձել է իր մոտ։ Դրսում հարսանիքը վերածվել էր սկանդալի։ Մարդիկ լուսանկարում էին, տեսանկարահանում, տարածում սոցիալական ցանցերում։ Պատմությունը կրակի պես տարածվեց։ Մի քանի ժամում այն բոլոր լրատվականներում էր, բոլոր կայքերում։ Լիլիթը, կատարյալ հարսնացուն, հաջողակ ինֆլուենսերը, բացահայտվել էր որպես դաժան բռնարար անձնավորություն։ Գագիկը հարցազրույց չտվեց։ Չուզեց խոսել մամուլի հետ։ Փակեց տունը, մնաց մոր հետ, խնամելով նրան։ Օրեր անց փաստաբան գտավ, ամուսնության չեղարկում պահանջեց։ Գործընթացն արագ էր, որովհետև Լիլիթը նույնիսկ չվիճարկեց։ Նա չափազանց զբաղված էր փորձելով փրկել այն, ինչ մն։ Ացել էր իր հեղինակությունից, բայց փրկելու բան չկար։ Նա կորցրել էր ամեն ինչ։ Ընկերներ, պայմանագրեր, հեղինակություն։ Ոչ ոք չէր ուզում նրա հետ կապ ունենալ։ Եվ Գագիկը խղճահարություն չզգաց։ Զգաց, որ արդարությունը հաղթանակել է։ Ոչ թե սովորական ծով, այլ այն ծով, որով պետք էր լինել։ Հրապարակային։ Նվաստացուցիչ։ Վերջնական։ Սկանդալին հաջորդած օրերը տարօրինակ էին, բայց լավ իմաստով։ Տիկին Հեղինեն առավոտյան արթնանում էր մի քանի վայրկյան էր պահանջվում հիշելու համար, որ ազատ է։ Ազատ կանոններից, արամարական հայացքներից, մշտական վախից։ Գագիկն առանձնատունը վերածել էր ապաստանի։ Փակել էր դարպասները, անջատել տեսախցիկները, խնդրել, որ ոչ ոք իրենց չանհանգստացնի։ Մորը խնամելու ժամանակն էր։ Կոտրվածը վերականգնելու ժամանակն էր։ Նա բժշկուհի հրավիրեց, մի բարի կին, անունը բժշկուհի Անահիտ, որը եկավ տուն, տիկին Հեղինեին ամբողջությամբ զննելու։ Արդյունքները տագնապալի էին։ Թերսնուցում, սակավարյունություն, անկառավարելի ճնշում, քրոնիկ սթրեսի նշաններ, կենսական վիտամինների պակաս։ Բժշկուհին խստորեն, բայց նա կարեկցանքով վնայեց Գագիկին։ Որդիս, ձեր մայրը շատ դժվար գործընթաց է անցել։ Նրա մարմինը թուլացած է, բայց միտքն ավելի շատ։ Նրան հոգեբանական աջակցություն, ճիշտ սնունդ, քնքշանք, ամենակարևորը ժամանակ է պետք։ Ժամանակ, այս ամենից վերականգնվելու համար։ Արագ չի լինի, բայց նվիրումով ու սիրով նա կկարողանա։ Գագիկը գլխով արեց, նորից զգալով մեղքի զգացումի ծանրությունը։ Ես կանեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, բժշկուհի։ Ամեն ինչ։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի։ Եվ արեց։ Հաջորդ օրերին Գագիկը լիովին հեռացավ գրասենյակից։ Նախագծերի պատասխանատվությունը փոխանցեց գործընկերներին, չեղարկեց հանդիպումները, հետաձգեց շինարարական աշխատանքները։ Ոչինչ ավելի կարևոր չէր, քան մայրը։ Նա ինքն էր պատրաստում մոր ուտելիքը, խստորեն հետելով բժշկի նշանակած սննդաբանի ցուցումներին։ Թեթ, բայց սննդարար ուտեստներ, պատրաստված սիրով։ Տնական ապուրներ, թարմ բանջարեղեն, մրգեր, բնական հյութեր։ Եվ յուրաքանչյուր կերակուրի ժամանակ նստում էր նրա կողքին, զրուցում, պատմություններ պատմում, ծիծաղեցնում։ Տիկին Հեղինեն սկզբում կասկածամիտ էր։ Կարծում էր, որ դա ժամանակավոր է, որ շուտով Գագիկը կվերադառնա իր լարված առօրյային, ինքը նորից մենակ կմնա։ Բայց օրերն անցնում էին, նա շարունակում էր այնտեղ լինել։ Ներկա։ Ուշադիր։ Համբերատար։ Եվ կամաց-կամաց նա սկսեց թույլ տալ իրեն հավատալ։ Հավատալ, որ որդին վերադարձել է։ Որ ինքը մենակ չէ։
որ գուցե, վերջապես, ամեն ինչ լավ կլինի։ Գագիկը նա տրավմայի ոլորտում մասնագիտացած հոգեբան վարձեց, հոգեբանն ունեին, որը սկսեց շաբաթական սեանսներ անցկացնել տիկին Հեղինեի հետ։ Սկզբում մայրը դիմադրում էր։ Ասում էր, որ թերապիայի կարիք չունի, որ լավ է, որ ուղղակի հանգստանալու հարց է։ Բայց Գագիկը քնքշորեն պնդեց, բացատրեց, որ օգնություն խնդրելու մեջ ամոթալի ոչինչ չկա, որ նույնիսկ ինքն է թերապիայի գնում, մեղքի զգացումի զղջման հետ գլուխ հանելու համար։ Առաջին սեանսը դժվար էր։ Տիկին Հեղինեն նստեց հյուրասենյակի բազկաթոռին, ձեռքերը ծնկներին խաչած, հայացքը հատակին։ Հոգեբանն ունեն մոտ 50 տարեկան կին էր, ալեհեր մազերով, ջերմ ժպիտով։ Նա չստիպեց։ Պարզապես խոսեց հասարակ բաների մասին։ Գյուղի, բաղադրատոմսերի, հիշողությունների մասին։ Եվ կամաց-կամաց տիկին Հեղինեն սկսեց բացվել։ Հոգեբան, գիտեմ, որ այն, ինչ պատահեց, վատ էր։ Բայց ես լավ եմ։ Կյանքում ավելի վատ բաներ եմ տեսել։ Տիկին Հեղինե, պետք չէ նվազեցնել այն, ինչ ապրել եք։ Այն, ինչ ձեզ հետ պատահել է, բռնություն էր։ Հոգեբանական, էմոցիոնալ, որոշ պահերին ֆիզիկական բռնություն։ Եվ դա հետքեր է թողնում։ Հետքեր, որոնք խնամքի կարիք ունեն։ Արցունքները եկան։ Առաջին անգամ, երբ ամեն ինչ ավարտվել էր, տիկին Հեղինեն թույլ տվեց իրեն լաց լինել, առանց թաքցնելու։ Լաց եղավ այն վախի, նվաստացման, միայնության համար, որ զգացել էր։ Եվ հոգեբանն ունեն պարզապես բռնեց նրա ձեռքը, թույլ տալով, որ նա ազատվի այն ամենից, ինչ կուտակել էր։ Սեանսները շարունակվեցին։ Եվ ամեն շաբաթ տիկին Հեղինեն իրեն մի փոքր ավելի թեթ էր զգում։ Սկսեց հասկանալ, որ դա իր մեղքը չէր։ Որ ինքը ոչ մի սխալ բան չէր արել։ Որ Լիլիթի դաժանությունը բխում էր անվստահության սնափառության մի վայրից, ոչ թե մի բանից, որը տիկին Հեղինեն էր հրահրել։ Եվ այս գիտակցումը խաղաղություն բերեց։ Մի խաղաղություն, որ նա չգիտեր, թե հնարավոր է զգալ։ Մի առավոտ Գագիկը մտավ մոր սենյակ մի բաժակ սուրճով տաք գաթայով։ Տիկին Հեղինեն նստած էր մահճակալին, նայելով պատուհանից, որը Գագիկը պատվիրել էր բացել սենյակի պատին։ Հիմա նա կարող էր տեսնել այգին, երկինքը, ծագող արը։ Հիմա նա լույս ուներ։ Մամ, նախաճաշ եմ բերել։ Նա ժպտաց։ Իսկական ժպիտ, որը Գագիկը ամիսներ շարունակ չէր տեսել։ Շնորհակալ եմ, տղաս։ Պետք չէր։ Պետք էր, այո։ Իդեպ, ես ուզում էի քեզ հետ մի բան խոսել։ Տիկին Հեղինեն մի կում սուրճ խմեց, զգալով, թե ինչպես է տաքությունը սահում կոկորդով, ծանոթ համը մխիթարում նրան։ Ասա, Գագիկ։ Նա նստեց մահճակալի եզրին, վերցրեց նրա ձեռքն իր ձեռքերի մեջ։ Ես շատ էի մտածում այս վերջին օրերին։ Եվ ես հասկացա, որ մենք այս քաղաքին չենք պատկանում։ Այս տանը չենք պատկանում։ Մենք պատկանում ենք այնտեղ, մարզերում։ Հողին։ Այն վայրին, որտեղ դու ինձ մեծացրել ես, որտեղ մենք երջանիկ ենք եղել։ Որտեղ ամեն ինչ սկսվեց։ Տիկին Հեղինեի աչքերը լայն բացվեցին։ Դու գյուղի տան մասին ես խոսում։ Այո, մամ։ Ես ուզում եմ, որ մենք վերադառնանք։ Ուզում եմ վերակառուցել տունը, այն դարձնել այնպիսին, ինչպիսին դու միշտ ուզել ես, ինչպիսին դու միշտ արժանի ես եղել։ Հարմարավետ, բայց պահպանելով էությունը, արմատները։ Ուզում եմ, որ մենք այնտեղ ապրենք։ Միասին։ Ճիշտ ծով։ Արցունքները սկսեցին հոսել տիկին Հեղինեի դեմքով։ Դրանք թեթության, երջանկության, հույսի արցունքներ էին։ Բայց ինչ կլինի քո աշխատանքի հետ, Գագիկ։ Քո կյանքի հետ այստեղ։ Այն ամենի, ինչ դու կառուցել ես։ Իմ աշխատանքը ես կարող եմ անել ցանկացած վայրից։ Տեխնոլոգիաները դրա համար են։ Իսկ իմ կյանքը, մամ, իմ իսկական կյանքը, քեզ հետ է։ Միշտ եղել է։ Ես ուղղակի մոռացել էի։ Կորել էի այսքան աղմուկի, այսքան շքեղության, այսքան բաների մեջ, որոնք վերջում կարևոր չեն։ Բայց հիմա ես գտել եմ հետդարձի ճանապարհը։ Եվ այդ ճանապարհն անցնում է գյուղով, հողով, մեր արմատներով։ Տիկին Հեղինեն գրկեց որդուն, լաց լինելով նրա ուսին։ Եվ այդ գրկախառնության մեջ բոլոր վիրավորանքները, բոլոր ցավերը սկսեցին լուծվել։ Որովհետև մոր որդու սերն ավելի ուժեղ է, քան ցանկացած բան։
Այն ունակ է բուժել ռքերը, վերականգնել կամուրջները, վերսկսել կյանքերը։ Հաջորդ շաբաթներին Գագիկը վաճառքի հանեց առանձնատունը։ Այլս ոչինչ չէր ուզում այդ տնից, այդ վատ հիշողություններից, այն կյանքի խորհրդանիշից, որը պարզվել էր, որ դատարկ է։ Ուզում էր զրոյից սկսել։ Մինչ վաճառքը տեղի կունենար, նա սկսեց հեռակա կարգով վերանորոգել գյուղի տունը, վարձելով տարածաշրջանից վստահելի թիմ մարդկանց, ում ճանաչում էր մանկուց, տեսազանգով հետելով յուրաքանչյուր մանրուքի, համոզվելով, որ ամեն ինչ կատարյալ կլինի, երբ նրանք վերադառնան։ Նա խնդրեց մորը մասնակցել որոշումներին։ Ցույց էր տալիս նախագծերը, հարդարման տարբերակները, գույները։ Տիկին Հեղինեն, որը երբեք չէր ունեցել իր տան տեսքն ընտրելու արտոնությունը, հուզվում էր յուրաքանչյուր որոշումից։ Ընտրեց ծաղիկներով սալիկներ խոհանոցի համար, լայն պատշգամբ մայրամուտի տեսարանով, մեծ ու լուսավոր սենյակ, հսկայական պատուհանով, որը նայում էր այգուն։ Եվ Գագիկն ամեն ինչ իրականություն էր դարձնում, սիրով ու նվիրումով կատարելով նրա յուրաքանչյուր ցանկությունը։ Տիկին Հեղինեն կամաց-կամաց վերականգն։ Ում էր ուժերը։ Գույնը վերադարձավ դեմքին, ժպիտը շուրթերին, փայլը աչքերին։ Նա նորից սկսեց եփել, պատրաստելով այն քաղցրավենիքները, որ միշտ պատրաստել էր, տունը լցնելով կարամելացված շաքարի, վանիլի, դարչինի բույրով։ Գագիկն ամեն ինչ հաճույքով ուտում էր, գովաբանում յուրաքանչյուր գթալը, ավելին խնդրում, ասելով, որ դա լավագույն քաղցրավենիքն է, որ երբեք եղել է իր կյանքում։ Եվ նա նորից իրեն օգտակար էր զգում։ Իրեն կենդանի էր զգում։ Իրեն գնահատված էր զգում։ Մի օր, երբ տիկին Հեղինեն կաթսայի մեջ ընկույզի մուրաբա էր խառնում, երգելով մի հին երգ, որը մայրն էր երգում, Գագիկը խոհանոց մտավ ձեռքերին մի տուփ։ Նա լուրջ արտահայտություն ուներ, բայց աչքերը փայլում էին։ Մամ, սա պահեստում գտա։ Կարծում եմ, քոնն է։ Տիկին Հեղինեն դադարեց խառնելուց, ձեռքերը սրբեց ասեղնագործ գոգնոցով, որը Գագիկն էր նվիրել, վերցրեց տուփը։ Դանդաղ բացեց, զգուշորեն, կարծես վախենում էր, թե ինչ կարող է գտնել։ Եվ այնտեղ համրիչն էր։ Իր տատի համրիչը, այն համրիչը, որն անհետացել էր, այն համրիչը, որով նա ամեն օր աղոթում էր, մինչ Լիլիթը ողանար։ Արցունքները նորից սկսեցին հոսել, բայց դրանք լավ արցունքներ էին։ Նա վերցրեց համրիչը, մատները սահեցրեց մաշված հատիկների վրայով, զգաց ծանոթությունը, մխիթարությունը, կապը բոլոր այն աղոթքների հետ, որ արել էր կյանքի ընթացքում։ Որտեղ գտար, տղաս։ Լիլիթի սենյակի պահարանում էր թաքցրած։ Երի պահել ու մոռացել է։ Կամ գուցե դիտմամբ է պահել, բայց դեն նետելու քաջություն չի ունեցել։ Չգիտեմ։ Բայց կարևորն այն է, որ հիմա այն նորից քեզ մոտ է։ Տիկին Հեղինեն համրիչը սեղմեց կրծքին, փակեց աչքերը, լուր աղոթք արեց։ Երախտագիտության աղոթք։ Երախտագիտություն գոյատելու, որդուն վերադարձնելու, ապրելու նոր հնարավորություն ունենալու համար։ Շնորհակալ եմ, Գագիկ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ինձ փրկելու համար։ Ինձ ինքս ինձ վերադարձնելու համար։ Նա գրկեց մորը, զգալով նրա երախտագիտությունը, այն խաղաղությունը, որը վերջապես վերադարձել էր։ Եվ իմացավ, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Իմացավ, որ ճիշտ ճանապարհի վրա է։ Որ ամեն ինչ, որքան էլ ցավոտ լիներ, արժեր, որովհետև նրանց հասցրել էր այստեղ։ Այդ բուժման, կառուցման, նորոգված սիրո պահին։ Մինույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրում Լիլիթը բախվում էր իր արարքների հետանքներին։ Պատմությունը տարածվել էր այնպես, ինչպես նա երբեք չէր կարող պատկերացնել։ Այն ամենուր էր։ Ազգային միջազգային լրատվական կայքերում, սոցիալական ցանցերում, հեռուստահաղորդումներում, փոդքասթներում։ Բոլորը խոսում էին այն հարսնացուի մասին, որը չարչարում էր իր ծեր սկեսրոջը։ Եվ Լիլիթը խորհրդանիշ էր դարձել։ Դաժանության, կեղծավորության, մակերեսայնության, այն ամենի խորհրդանիշը, ինչ կա ամենավատը կարգավիճակի արտաքին տեսքի անզուսպ ձգտման մեջ։ Նա կորցրեց բոլոր պայմանագրերը։ Ապրանքանիշները, որոնք հովանավորում էին նրան, անմիջապես չեղարկեցին ամեն ինչ, վախենալով նրա կերպարի հետ կապվելուց։ Ընկերուհիներն անհետացան։ Արգելափակեցին նրան սոցիալական ցանցերում, դադարեցին պատասխանել զանգերին, ջնջեցին համատեղ լուսանկարները։ Սոցիալական ցանցերում հետորդների թիվը 300,000-ից մի քանի օրում իջավ 10,000-ից էլ քիչ։ Եվ նրանք, ովքեր մնացել էին, միայն հայհոյելու, քննադատելու, յուրաքանչյուր գրառմ։
Անտակ նրա արածը հիշեցնելու համար էին։ Լիլիթը փորձեց պաշտպանվել։ Տեսանյութ հրապարակեց, լաց լինելով ուռած դեմքով, առանց դիմահարդարման, ներողություն խնդրելով, ասելով, որ դժվար շրջան է անցնում, որ անձնական խնդիրներ ունի, որ ինքն այդ մարդը չէ, որ խորապես զղջում է։ Բայց ոչ ոք չհավատաց։ Որովհետև պատկերները չէին ստում։ Դրանք ցույց էին տալիս, թե ով էր նա իրականում, երբ կարծում էր, թե ոչ ոք չի նայում։ Ցույց էին տալիս դիմակի ընկնելը։ Ցույց էին տալիս մերկ ճշմարտությունը։ Մեկնաբանությունները կործանարար էին։ Հրեշ։ Ինչպես կարող է մարդն այդքան դաժան լինել մի ծեր կնոջ հանդեպ։ Դու արժանի ես այն ամենին, ինչ կատարվում է։ Հուսով եմ, դու երբեք խաղաղություն չես գտնի։ Եվ Լիլիթը կարդում էր յուրաքանչյուրը, զգալով խոսքերի ծանրությունը, զգալով մերժումը, ատելությունը, արամարանքը։ Կարծես թե ամբողջ աշխարհը դեմ էր դուրս եկել նրան։ Եվ այդպես էլ կար։ Առանց փողի, առանց պայմանագրերի, առանց աջակցության Լիլիթը ստիպված եղավ վաճառել բնակարանը, որը գնել էր գովազդներից ապրանքանիշերի հետ համագործակցությունից ստացված գումարով։ Ստիպված եղավ վաճառել բրենդային հագուստը, թանկարժեք պայուսակները, զարդերը։ Ամեն ինչ գնաց։ Եվ նույնիսկ դա բավարար չէր, ծածկելու այն պարտքերը, որոնք կուտակել էր, պահպանելով այդ անհնարին ապրելակերպը։ Ստիպված եղավ վերադառնալ ծնողների մոտ ապրելու, որոնք ամաչում էին, հիասթափված էին, վիրավորված։ Մայրն ամեն օր լաց էր լինում, հարցնելով, թե որտեղ է սխալվել դաստիարակության մեջ։ Հայրը հազիվ էր խոսում նրա հետ, միայն խորը տխրությամբ էր նայում նրա աչքերին։ Նրանք դուստր էին մեծացրել, իսկ հիմա տանն անծանոթ մեկն ուներ։ Մի անծանոթ, որը վերածվել էր մի բանի, որը նրանք չէին ճանաչում։ Լիլիթը փորձեց աշխատանք գտնել։ Տասնյակ ընկերություններ ինքնակենսագրական ուղարկեց, բայց ոչ ոք չէր ուզում վարձել։ Բավական էր մի արագ որոնում Google-ում, տեսնելու, թե ով է նա, ինչ է արել։ Նրա անունը խարանված էր։ Ընդմիշտ խարանված։ Կարողացավ միայն մի աշխատանք գտնել փոքրիկ սրճարանում, կենտրոնից հեռու, որտեղ տերը համացանցից օգտվելու հնարավորություն չուներ, պատմությունը չգիտեր։ Նվազագույն աշխատավարձ էր ստանում, սուրճ ու խորտիկներ էր մատուցում, սեղաններ մաքրում։ Դա այնքան հեռու էր այն կյանքից, որ նա առաջ ուներ, որ մղձավանջի էր նման։ Գիշերը, մենակ իր պատանեկության սենյակում, շրջապատված խունացած պաստառներով այլս գոյություն չունեցող մարդու հիշողություններով, Լիլիթը նայում էր առաստաղին, մտածում, թե ինչպես է հասել այս կետին։ Ինչպես է թույլ տվել, որ փառասիրությունը, սնափառությունը, կատարելության կարգավիճակի մոլուցկային ցանկությունը իրեն վերածեն այդ սարսափելի մարդու։ Ինչպես է կարողացել այդքան դաժանորեն վարվել մի ծեր կնոջ հետ, որը միայն սեր ու հարգանք էր ուզում։ Նա զղջում էր։ Իսկապես զղջում էր մի ցավով, որը ցավեցնում էր կուրծքը, որը խլում էր քունը, որը տանջում էր նրան լռության յուրաքանչյուր պահին։ Բայց զղջումը չէր ջնջում այն, ինչ արել էր։ Չէր վերադարձնում տիկին Հեղինեի արժանապատվությունը։ Ոչինչ չէր ուղղում։ Դա պարզապես մի բեռ էր, որը նա պետք է կրեր իր կյանքի մնացած մասը։ Եվ ամենավատն այն էր, որ տիկին Հեղինեի հատակին ընկած, վախեցած, վիրավորված, փխրուն կերպարը դուրս չէր գալիս Լիլիթի մտքից։ Այդ պատ կերը հետապնդում էր նրան ցերեկը, գիշերը, երազներում, մղձավանջներում։ Կարծես դա ցմահ դատավճիռ լիներ։ Մշտական հիշեցում, որ նա հատել էր մի գիծ, որը երբեք չպետք է հատեր։ Որ նա դարձել էր այն տեսակի մարդը, որին ինքը սովորաբար քննադատում էր սոցիալական ցանցերում։ Մինչ Լիլիթը խորտակվում էր իր սեփական թշվառության, իր արարքների անխուսափելի հետանքների մեջ, տիկին Հեղինեն ծաղկում էր։ Գյուղի տունը վերջապես պատրաստ էր։ Գագիկը հիանալի, իսկապես նվիրված աշխատանք էր կատարել։ Պահպանել էր տան սկզբնական կառուցվածքը, որը հայրը կառուցել էր տասնամյակներ առաջ, պահպանելով աղյուսե պատերը, առաստաղի փայտե գերանները, տախտակե հատակը։ Բայց ամեն ինչ վերանորոգել էր սիրով ու խնամքով։ Տեղադրել էր հարմարեցված լոգարաններ, բռնակներով չսահող հատակով, մոր համար առաջին հարկում, ընդարձակ ու օդափոխվող սենյակ, ուղիղ այգուն նայող տեսարանով, մեծ ու լավ կահավորված խոհանոց, պահպանված փայտի վառարանով, հսկայական պատշգամբ, ջոջաթոռներով ու ցանցաճոճով, կատարյալ մայրամուտը դիտելու համար։ Իսկ բակում վերակառուցել էր հավաբունը, որը գոյություն ուներ, երբ ինքը երեխա էր, միայն թե հիմա ավելի մեծ ու հարմարավետ, թռչունների բարեկեցության համար։ Տնկել էր պտղատու ծառեր, մանգո, գուավա, ջաբուտիկաբա, պիտանգա։
Ստեղծել էր հսկայական ընդարձակ բանջարանոց, որտեղ տիկին Հեղինեն կարող էր տնկել այն ամենը, ինչ ուզում էր. լոլիկ, 1000 ռուկոլա, կանաչ սոխ, համեմ, բիբար։ Տեղադրել էր ավտոմատ ոռոգման համակարգ, բայց պահպանել էր ավանդական ճկափողը, որովհետև գիտեր, որ մայրը սիրում է անձամբ ջրել, զգալ հողը, խոսել բույսերի հետ։ Տեղափոխության օրը հուզիչ էր։ Գագիկը բեռնատար էր վարձել, դրել այն սակավաթիվ իրերը, որոնք ուզում էին տանել առանձնատնից, հիմնականում զգացմունքային արժեք ունեցող իրեր որոշ հագուստ։ Մնացածը նվիրաբերվել էր բարեգործական կազմակերպություններին։ Եվ նրանք հեռացան երանից մի շաբաթ առավոտյան, երկինքը կապույտ էր, արը փայլուն։ Ճանապարհորդության ընթացքում տիկին Հեղինեն նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է քաղաքը մնում հետում, ինչպես են շենքերը փոքրանում, ինչպես է կանաչը շատանում, զգալով, թե ինչպես է օդը դառնում ավելի թեթ, ավելի մաքուր, ավելի բուրավետ։ Եվ յուրաքանչյուր կիլոմետր, որ հեռանում էին մայրաքաղաքից, նա զգում էր, թե ինչպես է մի բեռ իջնում ուսերից։ Կարծես բառացիորեն թողնում էր տառապանքը հետում գնում դեպի նոր կյանք։ Գագիկը լուր վարում էր, բայց երբեմն կողք էր նայում տեսնում մորը ժպտալիս, խորը շնչելիս, ավելի երիտասարդ, ավելի կենդանի թվալիս։ Եվ զգում էր, որ ճիշտ բան է անում։ Որ սա է ճանապարհը։ Միակ հնարավոր ճանապարհը դեպի իսկական բուժում։ Երբ վերջապես հասան գյուղ, երբ նա տեսավ սպիտակ ներկված փայտե դարպասը, քարերով սալիկապատ ճանապարհը, որը տանում էր դեպի տուն, ծաղկած այգին, որը Գագիկն անձամբ էր խնամել վերջին շաբաթներին, ծառերի վրա երգող թռչուններին, թաց հողի բույրը, խառնված ծաղիկների բույրի հետ, նա լաց եղավ։ Լաց եղավ մաքուր, անկեղծ, հուզիչ երջանկությունից։ Այստեղ է, մամ։ Այստեղ ենք մենք ապրելու այսուհետ։ Միասին։ Առանց վախի, առանց անհեթեթ կանոնների, առանց որե մեկի, որ մեզ դատի։ Միայն մենք երկուսս այն պարզ կյանքը, որը մենք միշտ ունեցել ենք, որը երբեք չպետք է լքեինք։ Տիկին Հեղինեն իջավ մեքենայից։ Ոտք դրեց բակի հողին զգաց, որ ոտք է դնում տուն։ Իսկապես տուն։ Նա դանդաղ մտավ տուն, դիպչելով պատերին, զգալով աղյուսի կառուցվածքը, ձեռքը տանելով փայտե գերանների վրայով, զգալով նոր ներկի բույրը, խառնված դրսից եկող թաց հողի բույրի հետ։ Դա նման էր տուն վերադառնալուն, երկար, հոգնեցուցիչ ցավոտ ճանապարհորդությունից հետո։ Դա նման էր ինքդ քեզ վերագտնելուն, կորչելուց հետո։ Գագիկը ցույց տվեց յուրաքանչյուր սենյակ, յուրաքանչյուր մանրուք, որը պլանավորել էր, մտածելով նրա մասին։ Սենյակը, մեծ ու հարմարավետ մահճակալով, ընդարձակ պահարանով, հսկայական պատուհանով, որը նայում էր այգուն։ Խոհանոցը, նոր պահարաններով, բայց այն փայտի վառարանով, որը նա սիրում էր։ Պատշգամբը, ճոճաթոռներով ու ցանցաճոճով։ Եվ տիկին Հեղինեն սենյակից սենյակ էր անցնում, հուզված, երախտապարտ, զգալով, որ վերջապես ունի մի վայր, որն իսկապես իրենն է։ Հաջորդ ամիսներին նրանց կյանքը նոր, հանգիստ, երջանիկ, առողջ ռիթմ գտավ։ Տիկին Հեղինեն, ինչպես միշտ, շուտ էր արթնանում, բայց հիմա, առանց տագնապի, առանց վախի։ Բացում էր սենյակի պատուհանը շնչում։ Առավոտյան թարմ օդը։ Գնում էր հավաբուն, կերակրում հավերին, խոսում նրանց հետ, հավաքում թարմ ձվերը։ Հետո ջրում էր բանջարանոցը, ստուգում, թե արդյոք բույսերը լավ են աճում, այստեղ-այնտեղ մոլախոտ քաղում, թարմ բանջարեղեն հավաքում ճաշ պատրաստելու համար։ Գագիկն աշխատում էր տնից, մի գրասենյակում, որը սարքել էր վերի հարկի սենյակներից մեկում։ Հաճախորդներին սպասարկում էր տեսազանգով, համակարգչով նախագծեր գծում, հեռակա կարգով համակարգում շինարարական աշխատանքները։ Բայց միշտ հասանելի էր մոր համար։ Միշտ ներկա։ Երբ լսում էր նրան խոհանոցում, իջնում էր օգնելու։ Երբ նկատում էր, որ նա հոգնած է, ստանձնում էր գործերը։ Ամեն օր միասին էին ճաշում, խոհանոցի մեծ փայտե սեղանի շուրջ, զրուցելով, ծիծաղելով, օրվա մնացած մասը պլանավորելով։ Կեսօրին նա հաճախ օգնում էր մորը խոհանոցում, սովորելով այն բաղադրատոմսերը, որոնք նա պատրաստում էր տասնամյակներ շարունակ, լսելով այն պատմությունները, որոնք նա պատմում էր մանկության իր հոր դժվար, բայց սիրով լի ժամանակների մասին։ Եվ տիկին Հեղինեն ծաղկում էր այդ զրույցներում։ Զգում էր, որ իր պատմությունը կարող է, որ իր հիշողություններն արժեք ունեն, որ ինքը ոչ թե պարզապես մոռացված մի ծեր կին է, այլ փորձառու իմաստուն կին, որը կիսվելու բան ունի։ Եվ տիկին Հեղինեն նորից սկսեց իր քաղցրավենիքները պատրաստել։ Թանձր ու հագեցած ընկույզի մուրաբա, սպիտակ ուս կոկոսի քաղցրավենիք, սերկիլի, դեղձի, բանանի մուրաբաներ։
Ամեն ինչ պատրաստվում էր ձեռքով, բնական բաղադրիչներով, առանց կոնսերվանտների, առանց շտապելու, սիրով ու նվիրումով։ Գագիկը փորձում էր ամեն ինչ, կարծիքներ հայտնում, օգնում փաթեթավորել ապակե տարաների մեջ, ձեռքով պատրաստված պիտակներով։ Մի օր կեսօրին, երբ փորձում էր հատկապես լավ ստացված ընկույզի մուրաբան, Գագիկի մոտ մի միտք ծագեց։ «Մամ, դու երբե մտածել ես այս քաղցրավենիքները վաճառելու մասին։ Դրանք ավելի լավն են, քան այն ամենը, ինչ ես կերել եմ Երանի թանկարժեք հրուշակարաններում»։ Տիկին Հեղինեն ծիծաղեց, մի տեսակ ամաչելով։ «Ախ, Գագիկ, ով կուզենա գյուղացի ձեր կնոջ քաղցրավենիք գնել»։ «Շատերը, մամ։ Շատերը»։ «Թույլ տուր ես զբաղվեմ դրանով»։ Եվ Գագիկը զբաղվեց։ Ստեղծեց պար։ Բայց գեղեցիկ կայք քաղցրավենիքների պրոֆեսիոնալ լուսանկարներով, մի բաժնով, որը պատմում էր տիկին Հեղինեի պատմությունը, սերունդներից եկող բաղադրատոմսը, ձեռքով պատրաստման գործընթացը, յուրաքանչյուր տարայի մեջ դրված սերը։ Սահմանեց արդար գներ, կարգավորեց առցանց պատվերների փոստով առաքման համակարգ։ Եվ տարածեց սոցիալական ցանցերում, իր սեփական կապերի ցանցում, գաստրոնոմիական խմբերում։ Կայքը հաջողություն ունեցավ։ Մարդիկ գնում էին ոչ միայն որակի համար, որն անվիճելի էր, այլ պատմության համար։ Տիկին Հեղինեի պատմությունը, այն կնոջ, որն այդքան բան էր տեսել, որը գոյատել էր բռնությունից, որը վերսկսել էր կյանքը, որն այժմ անում էր այն, ինչ սիրում էր։ Պատմությունը հուզում էր մարդկանց։ Առաջացնում էր նույնականացում, կարեկցանք, հիացմունք։ Պատվերները սկսեցին գալ։ Սկզբում մի քանիսը, հետո տասնյակներ, հետո հարյուրավոր։ Տիկին Հեղինեն հազիվ էր կարողանում հավատալ։ Օրերն անցկացնում էր խոհանոցում, երջանիկ, պատրաստելով իր քաղցրավենիքները, խնամքով փաթեթավորելով, ձեռագիր գրություններ դնելով, շնորհակալություն իտնելով յուրաքանչյուր գնման համար։ Եվ երբ հաճախորդները ստանում էին ապրանքները հուզված մեկնաբանություններ, անկեղծ գովասանքներ էին թողնում, նա երջանկությունից լաց էր լինում։ Գագիկը տեսավ, որ պահանջարկը շատ է աճում, որ մայրը միայնակ չի կարողանա հասցնել։ Ուստի վարձեց տարածաշրջանից երկու կնոջ, տիկին Մարիամին, տիկին Շուշանին, երկու փորձառու, ազնիվ, աշխատասեր կանանց։ Նրանք շաբաթը 3 անգամ գալիս էին գյուղ օգնում արտադրությանը, միշտ տիկին Հեղինեի խիստ, բայց քնքուշ հսկողության ներքո։ Նա սովորեցնում էր յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր գաղտնիք, համոզվելով, որ յուրաքանչյուր քաղցրավենիք կատարյալ է ստացվում։ Եվ երեքը ընկերացան, կիսվելով պատմություններով, ծիծաղով, ընկերակցությամբ։ Բիզնեսն այնքան աճեց, որ Գագիկը Հարան քաղաքում տարածք վարձեց, ֆիզիկական խանութ բացեց։ Այն փոքր էր, հարմարավետ, զարդարված գյուղի հին լուսանկարներով, ցուցափեղկով, որը լի էր տիկին Հեղինեի քաղցրավենիքներով։ Խանութը կոչվեց «Հեղինե տատի բարիքները», անմիջապես հաջողություն ունեցավ։ Մարդիկ այնտեղ գնում էին ոչ միայն նելու, այլ զրուցելու, պատմություններ լսելու, սիրով պատրաստված իրերի ջերմությունը զգալու համար։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ տիկին Հեղինեն իրեն իրացված զգաց։ Զգաց, որ իր կյանքը նպատակ ունի։ Որ ինքը ոչ թե պարզապես մի ծեր կին է, որը սպասում է օրերի անցնելուն։ Նա ուժեղ, աշխատասեր, ունակ կին էր, որը տառապանքը վերածել էր քաղցրության, ցավը արտադրանքի, արցունքները հաջողության։ Նա տարեց հասակում ձեռներեց էր, ոգեշնչելով այլ մարդկանց վերսկսել, չհանձնվել, հավատալ, որ երբեք ուշ չէ երջանիկ լինելու համար։ Ամիսները տարիներ դարձան։ Գյուղի կյանքը շարունակվում էր հանգիստ, բայց արդյունավետ։ Գագիկն ավելի երջանիկ էր, քան երբե եղել էր Երանում։ Բացահայտեց, որ երջանիկ լինելու համար շքեղության կարիք չունի։ Նպատակի, կապի, արմատների կարիք ունի։ Եվ այդ ամենն ուներ այնտեղ, այն հողի կտորի վրա, որտեղ մեծացել էր, որտեղ մայրը քրտինք ու արցունք էր թափել, իրեն մեծացնելու համար։ Մի շաբաթ օր, քաղաքի հրապարակում կազմակերպված արհեստների տոնավաճառի ժամանակ, Գագիկը ծանոթացավ Մարինեի հետ։ Նա քաղաքային դպրոցի ուսուց չուհի էր, 35 տարեկան մի կին, շագանակագույն մազերը պոչ հավաքած, նուրբ շրջանակով ակնոցներով, ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտով։ Նա Հեղինե տատի բարիքները գրպակի կողքին էր, 5 գրքեր վաճառելով, դպրոցի գրադարանի համար գումար հավաքելու նպատակով։ Գագիկը գնաց մի քանի գիրք գնելու մոր համար, որը սիրում էր կարդալ, վերջում զրուցեց Մարինեի հետ։ Նա պարզ էր, իսկական, առանց հավակնությունների։ Գրքով խոսում էր կրթության, աշակերտների, երեխաների մեջ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու կարողության մասին։
Գագիկը հիացած էր։ Ոչ թե գեղեցկությամբ, թե նա գեղեցիկ էր, այլ էությամբ։ Այն լույսով, որ նա ճառագում էր։ Նրա սրտի մաքրությամբ։ Նրանք սկսեցին հանդիպել։ Զբոսանքներ հրապարակում, սուրճ հացի փռում, երկար զրույցներ կյանքի, երազանքների, արժեքների մասին։ Մարինեն ծանոթացավ տիկին Հեղինեի հետ, երկուսը անմիջապես կապվեցին։ Մարինեն ձեր կնոջը վերաբերվում էր անկեղծ հարգանքով, քնքշությամբ, իրական հետաքրքրությամբ նրա պատմությունների հանդեպ։ Եվ տիկին Հեղինեն նրա մեջ տեսնում էր այն, ինչ չէր տեսել Լիլիթի մեջ, Մաքո։ Ուր սիրտ։ Սիրավեպը բնականոն կերպով ծաղկեց։ Առանց շտապելու, առանց ճնշման, առանց արհեստականության։ Պարզապես երկու սրտեր, որոնք հանդիպեցին ճիշտ պահին, ճիշտ վայրում։ Գագիկը սիրահարված էր, բայց այլ կերպ։ Դա այն թունավոր մակերեսային գիրքը չէր, որ զգացել էր Լիլիթի հանդեպ։ Դա հանգիստ, խորը սեր էր, հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների, անկեղծ հիացմունքի վրա։ 1 տարի անց Գագիկն ամուսնության առաջարկություն արեց Մարինեին։ Դա մեծ, պլանավորված արարողություն չէր։ Դա մի կիրակի օր էր, գյուղի տան պատշգամբում, տիկին Հեղինեն նստած էր ճոճաթոռին նրանց կողքին, հավերը կծահարում էին բակում, խոհանոցից տորթի բույր էր գալիս։ Գագիկը ծնկի իջավ, բռնեց Մարինեի ձեռքը, հարցրեց, թե արդյոք նա ուզում է իր հետ կյանք կառուցել։ Մարինեն լաց եղավ, ասաց. «Այո»։ Եվ տիկին Հեղինեն նրանց հետ լաց եղավ, երջանիկ լինելով, որ տեսնում է որդուն իսկապես սիրված մեկի կողմից, ով արժանի է նրան։ Հարսանիքը ճիշտ հակառակն էր նրան, ինչ կլիներ Լիլիթի հետ։ Այն պարզ էր, մտերմիկ, իսկական։ Տեղի ունեցավ գյուղի տան պատշգամբում, զարդարվածա։ Իգու ծաղիկներով, ընդամենը 30 հյուրով, ընտանիք մտերիմ ընկերներ։ Տիկին Հեղինեն քավոր կինն էր, հագած բաց կապույտ զգեստ, որը Մարինեն հատուկ նրա համար էր ընտրել։ Գագիկը հուզված էր, Մարինեն փայլուն, տիկին Հեղինեն իրացված։ Արարողությունը վարում էր քաղաքի քահանան, որը ընտանիքին ճանաչում էր վաղուց։ Խոսքերը պարզ էին, բայց խորը։ Իսկական սիրո, ընկերակցության, արժեքների, ոչ թե արտաքին տեսքի վրա հիմնված կյանք կառուցելու մասին։ Երբ քահանան ասաց, կարող եք համբուրել հարսնացուին, Գագիկը երկար, հուզված, խոստումով լի համբույր տվեց։ Եվ բոլորը ծափահարեցին, անկեղծորեն ուրախ։ Խնջույքը հենց պատշգամբում էր, տարածաշրջանի կանանց պատրաստած տնական ուտեստներով, տեղի կիթառահարի կենդանի երաժշտությամբ, պարով, ծիծաղով, անկեղծ ուրախությամբ։ Տիկին Հեղինեն պարեց որդու հետ, հուզված, ասելով, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Եվ Գագիկը ամուր բռնեց նրան, շնորհակալություն հայտնելով, որ նա գոյատել է, որ այնտեղ է, որ կարող է այդ պահը կիսել նրա հետ։ Մարինեն տեղափոխվեց գյուղ։ Նա տիկին Հեղինեն ավելին դարձան, քան սկեսուր ու հարս։ Դարձան ընկերուհիներ, ուղեկիցներ, դաշնակիցներ։ Մարինեն օգնում էր խոհանոցում, սովորում բաղադրատոմսերը, լսում պատմությունները, խնամում տունը։ Եվ տիկին Հեղինեն նրան սովորեցնում էր, ուղղորդում, ընդունում որպես դուստր, որը երբեք չի ունեցել։ Եվ եկան թոռները։ Սկզբում մի աղջիկ, Լաուրան, ամուսնությունից 2 տարի անց։ Տիկին Հեղինեն հիվանդանոցի սպասասրահում էր, երբ Գագիկը դուրս եկավ երեխայի հետ։ Նա թոռնիկին դրեց մոր գիրկը, տիկին Հեղինեն նայեց այդ փոքրիկ դեմքին, հետաքրքրասեր աչքերին զգաց, թե ինչպես է սիրտը պայթում սիրուց։ Դա կյանքի նորոգումն էր, դա հույսն էր, դա ապագան էր։ 2 տարի անց ծնվեց տղան, Դավիթը։ Եվ տիկին Հեղինեն լիովին իրացվեց։ Օրերն անցկացնում էր թոռներին խնամելով, բաղադրատոմսեր սովորեցնելով, երբ նրանք մեծացան, պատմություններ պատմելով, նրանց հետ բանջարանոցում տնկելով։ Լաուրան սիրում էր օգնել տատին կոկոսի քաղցրավենիք պատրաստել։ Դավիթը սիրում էր ամեն առավոտ հավերի ձվերը հավաքել։ Եվ տիկին Հեղինեն զգում էր, որ իր կյանքն էլ ավելի մեծ իմաստ է ստացել։ Դա ոչ միայն իր մասին էր։ Դա ժառանգության, այն ամենի փոխանցման մասին էր, ինչ սովորել էր, բարի, առատաձեռն, հողի հետ կապված մարդկանց ձևավորման մասին էր։ Գագիկը տեսնում էր մորն այսպես, թոռներով շրջապատված, երջանիկ, լիարժեք, իմաստուն, զգում էր, որ կատարել է իր առաքելությունը։ Վերականգնել էր նրա արժանապատվությունը։ Վերադարձրել էր այն ուրախությունը, որը Լիլիթը փորձել էր գողանալ։ Եվ ավելին, սովորել էր կյանքի ամենամեծ դասը, որ իսկական արժեքը պարզ բաների, արմատների, այն սիրո մեջ է, որը չի պահանջում, որը միայն տալիս է։ Բայց Գագիկն ուզում էր ավելին անել։
Ուզում էր մոր տառապանքը վերածել ավելի մեծ բանի, մի բանի, որը կարող էր օգնել այլ մարդկանց։ Ուստի որոշեց ստեղծել խոցելի իրավիճակում գտնվող տարեցների համար ապաստարան։ Գյուղի հարանությամբ հողատարածք գնեց կառուցեց ընդարձակ, հարմարավետ, ջերմ տարածք։ Այն ուներ 10 անհատական սենյակ, բազմոցներով հեռուստացույցով ընդհանուր տարածք, գրադարան, արհեստանոց, համայնքային խոհանոց, բանջարանոց, որտեղ հյուրերը կարող էին տնկել, հսկայական պատշգամբ ճոճաթոռներով։ Կենտրոն կոչվեց տիկին Հեղինեի ապաստարան, նա կամավոր համակարգողն էր։ Նա ամեն օր այցելում էր հյուրերին, զրուցում, բաղադրատոմսեր սովորեցնում, արհեստի դասընթացներ կազմակերպում, համոզվում, որ այնտեղի յուրաքանչյուր մարդ իրեն հարգված, գնահատված, սիրված է զգում։ Եվ յուրաքանչյուր տարեց, որ գալիս էր այնտեղ, գտնում էր ոչ միայն ապաստան, այլ ընտանիք։ Այն սերը, որը տիկին Հեղինեն առատորեն տալիս էր։ Գագիկը պրոֆեսիոնալ խնամողների թիմ վարձեց, բայց ապաստարանի սիրտը տիկին Հեղինեն էր։ Նա էր, որ ճանաչում էր յուրաքանչյուր պատմություն, յուրաքանչյուր ցավ, յուրաքանչյուր կարիք։ Նա էր, որ գրկում էր, երբ ինչ-որ մեկը լաց էր լինում, որ միասին ծիծաղում էր, երբ ինչ-որ մեկը կատակ էր անում, որ միասին աղոթում էր, երբ ինչ-որ մեկը խնդրում էր։ Նա իր տառապանքը վերածեց կարեկցանքի, իր ցավը, գթության, իր պատմությունը առաքելության։ Ապաստարանը տարածաշրջանում օրինակելի դարձավ։ Սոցիալական աշխատողները դեպքեր էին ուղարկում, ընտանիքները տեղ էին փնտրում հարազատների համար, որոնց չէին կարողանում խնամել, անօթան տարեցներն այնտեղ տուն էին գտնում։ Եվ տիկին Հեղինեն բոլորին խնամում էր նույն նվիրումով, նույն սիրով, կարծես ընտանիք լինեին։ Մի օր կեսօրին տիկին Հեղինեն նստած էր ապաստարանի պատշգամբի ճոճաթոռին, իր թոռ Դավիթի համար բաճկոն գործելով։ Հյուրերից մեկը, տիկին Ֆրանցիսկան, 82 տարեկան մի կին, որին լքել էին երեխաները, նստեց նրա կողքին։ Տիկին Հեղինե, ես ուզում էի շնորհակալություն հայտնել։ Ինչի՞։ Համար շնորհակալություն, սիրելիս։ Որ ինձ նորից մարդ զգալ տվեցիք։ Ես կորցրել էի դա։ Կորցրել էի ապրելու ցանկությունը։ Բայց այստեղ, ձեզ հետ, բոլորի հետ, ես նորից սկսեցի զգալ, որ իմ կյանքն ինչ-որ բան արժե։ Տիկին Հեղինեն դադարեց գործելուց, բռնեց տիկին Ֆրանցիսկայի ձեռքը։ Քո կյանքը միշտ արժեքավոր է եղել, աղջիկս։ Միշտ։ Այն, ինչ քեզ հետ պատահել է, քո մեղքը չէր։ Բայց հիմա դու այստեղ ես, ապահով ես, սիրված ես։ Եվ ամեն ինչ լավ կլինի։ Տիկին Ֆրանցիսկան լաց եղավ, տիկին Հեղինեն գրկեց նրան, զգալով նրա ցավը, կարծես իրենը լիներ։ Որովհետև նա ճանաչում էր այդ ցավը։ Ապրել էր այդ ցավը։ Եվ հիմա օգտագործում էր այդ փորձը, այլ մարդկան բուժելու համար։ Տարիները շարունակում էին անցնել։ Տիկին Հեղինեն ծերացավ շնորհքով, արժանապատվությամբ, ուրախությամբ։ Մազերը լիովին սպիտակեցին, կնճիռները խորացան, մարմինը դանդաղեց։ Բայց ոգին մնաց ուժեղ։ Նա շարունակում էր ակտիվ լինել, զբաղվել ապաստարանով, քաղցրավենիքներով, թոռներով, կյանքով։ Մարինենս մեկ երեխա ունեցավ, մի աղջիկ, որին անվանեցին Հեղինե, տատի պատվին։ Եվ երբ տիկին Հեղինեն թոռնիկին գրկեց լսեց, որ նա իր անունն է կրում, հուզմունքից լաց եղավ։ Զգում էր, որ իր կյանքը կատարյալ շրջան է կազմել։ Տառապանքից քավություն, ցավից ուրախություն, միայնությունից առատ սեր։ Գագիկը, այժմ 40 անց, գտել էր իր տեղն աշխարհում։ Ժամանակը բաժանում էր հեռակա կարգով կատարվող ճարտարապետական նախագծերի, շատ աճած քաղցրավենիքի բիզնեսի կառավարման ապաստարանի միջ, որը դարձել էր նրա կիրքը։ Բայց ամենակարևորը ներկա լինելն էր։ Ներկա մոր, կնոջ, երեխաների համար։ Իսկապես ներկա, ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով։ Մի անգամ, մի կիրակի օր, ամբողջ ընտանիքը հավաքվել էր գյուղում։ Գագիկն ու Մարինեն, Ռեկթորները, քաղաքից մի քանի ընկերներ, ապաստարանի հյուրեր, որոնք եկել էին ճաշի։ Սեղանը առատ էր, տնական ուտեստներով, աղանդերի համար, տիկին Հեղինեի քաղցրավենիքներով։ Ծիծաղ կար, զրույցներ, երաժշտություն, կյանք։ Գագիկը շուրջը նայեց, տեսավ մորը ժպտալիս թոռների մեջ, տեսավ Մարինեին, սիրով մարդկանց սպասարկելիս, տեսավ բոլորի դեմքի անկեղծ ուրախությունը։ Եվ խորը երախտագիտություն զգաց։ Երախտագիտություն, որ ժամանակին արթնացել է։ Որ բացահայտել է ճշմարտությունը։ Որ քաջություն է ունեցել խզելու կապը մի կյանքի հետ, որը կատարյալ էր թվում, բայց ներսից փտած էր։
որ վերադարձել է արմատներին, էականին, այն ամենին, ինչն իսկապես կարևոր է։ Լիլիթը այս բոլոր տարիների ընթացքում երբեք լիովին չկարողացավ վերականգնվել։ Մի քանի տարի անց ավելի լավ աշխատանք գտավ հաշվապահական գրասենյակում, հեռու ուշադրության կենտրոնից, հեռու այն կյանքից, որը մի ժամանակ ուներ։ Ամուսնացավ սովորական մարդու հետ, համակարգչային տեխնիկի, որը նրա պատմությունը չգիտեր, որովհետև սոցիալական ցանցեր չէր օգտագործում։ Սովորական, պարզ, անանուն կյանք ուն։ Եცավ։ Բայց ամեն օր կրում էր իր արածի բեռը։ Նա սրտի խորքում վատ մարդ չէր։ Ճանապարհին մոլորվել էր, թույլ էր տվել, որ սնափառությունը, անսահման փառասիրությունը կարգավիճակի մոլուցքը իրեն վերածեն մեկի, ում այլս չէր ճանաչում։ Եվ վճարեց գինը։ Բարձր, արդար, անհրաժեշտ գին։ Մի գին, որը նրան սովորեցրեց շատ ուշ, որ արտաքին տեսքը ոչինչ չարժե, եթե հոգին դատարկ է։ Մի անգամ տարիներ անց Լիլիթը Կիլիկիա ավտոկայանով էր անցնում, երբ հեռուստացույցով ռեպորտաժ տեսավ տիկին Հեղինեի ապաստարանի մասին։ Ռեպորտաժը ցույց էր տալիս ծեր կնոջը, այժմ ավելի տարեց, բայց փայլուն, հյուրերին խնամելիս, իր հաղթահարման պատմությունը պատմելիս։ Լիլիթը կանգ առավ դիտեց, զգալով, թե ինչպես է կուրծքը սեղմվում, արցունքները հավաքվում։ Տեսնում էր խաղաղությունը տիկին Հեղինեի դեմքին, ուրախությունը, իրացվածությունը։ Եվ տեսնում էր այն ամենը, ինչ ինքը Լիլիթը փորձել էր ոչնչացնել, բայց չէր կարողացել։ Այդ պահին Լիլիթը մտածեց գնալ գյուղ, անձամբ ներողություն խնդրել, փորձել ինչ-որ քավություն գտնել։ Բայց գիտեր, որ այդ իրավունքը չունի։ Գիտեր, որ որոշ բաներ չեն կարող ուղղվել խոսքերով։ Գիտեր, որ լավագույն բանը, որ կարող էր անել, տիկին Հեղինեին հանգիստ թողնելն էր։ Եվ փորձել, իր սովորական կյանքի լռության մեջ, ավելի լավ մարդ լինել։ Ոչ թե ներվելու համար, որովհետև ներման արժանի չէր, այլ հարգելու այն դասը, որը տիկին Հեղինեն իրեն սովորեցրել էր ամենադաժան ձով։ Տիկին Հեղինեն, առատաձեռն ու իմաստուն, ինչպես միշտ, երբեք վատ չխոսեց Լիլիթի մասին։ Երբ հարցնում էին, թե ինչ է պատահել, այն կնոջ մասին, որը բռնություն էր գործադրել իր նկատմամբ, նա պարզապես հանգստությամբ ասում էր. յուրաքանչյուրն իր խաչն է կրում։ Ես իմը գրել եմ գոյատել։ Հիմա միայն ուզում եմ խաղաղ ապրել, սեր տարածել, խնամել նրանց, ովքեր կարիք ունեն։ Անցյալն անցյալում է։ Կարևորը ներկան է, այն, ինչ մենք հիմա անում ենք մեզ մնացած ժամանակով։ Եվ նա ճիշտ այդպես էլ ապրում էր։ Արժանապատվությամբ, ուրախությամբ, առատաձեռնությամբ, սիրով։ Իր ցավը վերածեց նպատակի։ Իր տառապանքը առաքելության։ Իր պատմությունը ոգեշնչման հազարավոր մարդկանց համար, որոնք ճանաչում էին նրա ուղին ռեպորտաժների, ապաստարանի սոցիալական ցանցերի, բանավոր խոսքի միջոցով, որը տարածվել էր տարածաշրջանում դրանից դուրս։ Մի օր կեսօրին, արդեն 86 տարեկան, տիկին Հեղինեն նստած էր պատշգամբի ճոճաթոռին, բաճկոն գործելով ծոռի համար, որին Մարինեն սպասում էր։ Արը մայր էր մտնում, երկինքը ներկելով ոսկեգույն, նարնջագույն, վարդագույն երանգներով։ Գագիկը մոտեցավ, նստեց պատշգամբի աստիճանին, նրա ոտքերի մոտ, ինչպես անում էր, երբ երեխա էր։ Մամ, դու երջանիկ ես։ Նա դադարեց գործելուց, նայեց որդուն, հետո տաք գույներով ներկված հորիզոնին։ Մի պահ լուռ մնաց, խորը շնչեց, զգալով հողի բույրը, դեմքին փչող մեղմ քամին, մայր մտնող արի ջերմությունը։ Այո, Գագիկ։ Ես շատ երջանիկ եմ։ Օրեր կան, որ կանգ եմ առնում մտածում այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ, այն ամենի մասին, ինչ մենք ապրել ենք։ Դժվար պահերը, հուսահատության պահերը, այն պահերը, երբ կարծում էի, թե չեմ դիմանա։ Եվ ես հասկանում եմ, որ ամեն ինչ նպատակ ուներ։ Նույնիսկ տառապանքը։ Որովհետև այն ինձ հասցրեց այստեղ։ Այս խաղաղությանը։ Այս սիրուն։ Այս իմաստով լի կյանքին։ Եվ ես երախտապարտ եմ։ Երախտապարտ, որ կենդանի եմ, երախտապարտ, որ քեզ ունեմ, երախտապարտ, որ Մարինեին ունեմ, երախտապարտ, որ այս հրաշալի թոռներն ու ծոռն ունեմ, երախտապարտ, որ այս պարզ, բայց իմաստով լի կյանքն ունեմ։ Երախտապարտ, որ ուժ եմ ունեցել գոյատելու բախտ, ունենալու մի որդի, որը վերադարձավ ինձ մոտ, երբ ամենաշատն էի կարիքը զգում։ Գագիկը բռնեց նրա ձեռքը, քնքշորեն սեղմեց։ Դու ամենաուժեղ կինն ես, ում ես ճանաչում եմ, մամ։ Ամենաիմաստունը։ Ամենաառատաձեռնը։ Այն ամենը, ինչ իմ մեջ լավ կա, քեզնից եմ սովորել։ Ես ուժեղ չեմ։
Տղաս։ Պարզապես համառ եմ։ Բավականաչափ համառ չհանձնվելու համար։ Հավատալու, որ ավելի լավ օրեր կգան։ Եվ եկան։ Ահ, ինչպես եկան։ Երբեմն դեռ չեմ հավատում, որ սա իմ կյանքն է։ Որ այսքան տառապանքից հետո Աստված ինձ այս երկրորդ հնարավորությունը տվեց։ Այս գեղեցիկ, սիրով լի, նպատակով լի կյանքը։ Նրանք այնտեղ մնացին, լուռ դիտելով, թե ինչպես է օրն ավարտվում, գիշերը դանդաղ գալիս։ Երկինքը մտնեց, առաջին աստղերը հայտնվեցին, ծղրիդները սկսեցին երգել։ Եվ այդ լռության մեջ խաղաղություն կար։ Բուժում կար։ Սեր կար։ Այն ամենը, ինչն իսկապես կարևոր է։ Մարինեն դուրս եկավ թոռների հետ, Լաուրան արդեն 10 տարեկան, Դավիթը 8, Հեղինեն 5։ Նրանք վազեցին դեպի տատի գիրկը, պատմելով օրվա արկածները, ցույց տալով իրենց նկարածները։ Տիկին Հեղինեն գրկեց յուրաքանչյուրին, համբուրեց յուրաքանչյուր գլուխ, զգաց մանկության բույրը, որ նրանք արձակում էին։ Եվ նրա սիրտը լցվեց երախտագիտությամբ։ Երբ գիշերն ամբողջությամբ իջավ, Գագիկն օգնեց մորը ներս մտնել։ Նրա համար երիցուկի թեյ պատրաստեց, այնպես, ինչպես նա սիրում էր, մի փոքր մեղրով։ Ծածկեց նրան այն կարկատանե ծածկոցով, որը գոյատել էր ամեն ինչից, այն ծածկոցով, որը նա կարել էր, երբ ինքը ծնվել էր, որն անցել էր տասնամյակների միջով, կրելով հիշողություններ, սեր, պատմություն։ Տիկին Հեղինեն բռնեց տատի համրիչը, այն համրիչը, որը գողացվել վերադարձվել էր, այն համրիչը, որը խորհրդանշում էր հավատ, դիմադրություն, հույս։ Մեղմ աղոթեց, շնորհակալություն հայտնելով մեկ օրվա, ապրելու, սիրելու, փոփոխություն բերելուս մեկ հնարավորության համար։ Եվ հանգիստ քնեց։ Այնքան հանգիստ, որքան երբեք չէր քնել այն երանյան առանձնատանը։ Հանգիստ, որովհետև տանն էր։ Իր իսկական տանը։ Շրջապատված իսկական սիրով։ Իսկական ընտանիքով։ Իսկական կյանքով։ Տարիները շարունակում էին անցնել։ Տիկին Հեղինեն ակտիվ մնաց մինչ 90 տարեկան, երբ մարմինը վերջապես սկսեց ավելի շատ հանգիստ պահանջել։ Նա նվազեցրեց իր գործունեությունն ապաստարանում, բայց շարունակում էր այցելել, երբ կարողանում էր։ Շարունակում էր իր քաղցրավենիքները պատրաստել, երբ էներգիա ուներ։ Շարունակում էր լինել այդ ընտանիքի, այդ վայրի, այդ համայնքի սիր։ Եվ երբ եկավ նրա ժամը, տարիներ անց, դա տեղի ունեցավ ամենահանգիստ ծով։ Մի կիրակի օր, շրջապատված ամբողջ ընտանիքով։ Գագիկը կողքին, բռնած նրա ձեռքը։ Մարինեն համբուրում էր նրա ճակատը։ Թոռներն ու ծոռները շուրջը հարգալից լռության մեջ, բայց առանց հուսահատության, որովհետև նա լիարժեք ապրել էր, խորապես սիրել էր, փոփոխություն էր բերել։ Նա վերջին անգամ փակեց աչքերը շուրթերին ժպիտով։ Մի ժպիտ, որը պատկանում էր մեկին, ով իսկապես ապրել է։ Ով գոյատել է ամենավատից գտել լավագույնը։ Ով ցավը վերածել է սիրո, տառապանքը, առաքելության, արցունքները ուրախության։ Եվ երբ հեռացավ, թողեց հսկայական ժառանգություն։ Ոչ թե փողի, ոչ թե նյութական բարիքների, այլ սիրո, օրինակի, ոգեշնչման։ Ապաստարանը շարունակեց գործել, այժմ Մարինեի համակարգմամբ Գագիկի կառավարմամբ։ Քաղցրավենիքները շարունակեցին պատրաստվել, այժմ բաղադրատոմսը փոխանցված թոռներին, որոնք սովորել էին նրանից։ Պատմությունը շարունակեց պատմվել, ոգեշնչելով այլ մարդկանց չհանձնվել, վերսկսել, հավատալ, որ միշտ հույս կա։ Գագիկը, ուղարկավորության օրը, պարզ, բայ։ Ցխորը ելույթ ունեցավ։ Մայրս ինձ սովորեցրեց այն ամենը, ինչն իսկապես կարևոր է կյանքում։ Սովորեցրեց, որ իսկական արժեքը արտաքին տեսքի մեջ չէ, ոչ թե նրանում, թե ինչ ունենք, այլ թե ով ենք մենք։ Սովորեցրեց, որ ընտանիքը ներկայության, անկեղծ սիրո, դժվար պահերին այնտեղ լինելու մասին է։ Սովորեցրեց, որ երբեք ուշ չէ վերսկսելու, սխալներն ուղղելու, ճիշտն անելու համար։ Եվ ամենից վեր սովորեցրեց, որ մարդու արժանապատվությունը չի կարելի գողանալ։ Այն կարող է հարձակման ենթարկվել, կարող է փորձության ենթարկվել, բայց եթե մարդը բավականաչափ ուժեղ է, նա դիմադրում է։ Նա գոյատում է։ Եվ նա հաղթում է։ Մայրս հաղթեց։ Եվ ես հավերժ երախտապարտ կլինեմ, որ հնարավորություն ունեցա լինելու նրա կողքին այդ հաղթանակի ժամանակ։ Սա պատմությունը լուռ կյանքի արժեքի, արժանապատվության մասին, որը դիմանում է ժամանակին, ճնշմանը, արամարանքին։ Դաժան, բայց անհրաժեշտ նախազգուշացում այն մասին, թե ինչպես է տարեցների նկատմամբ արամարանքը բաց վերք մեր հասարակության մեջ։
Բայց սա նաքավության, արդարության արմատների հետ վերամիավորման պատմություն է։ Որովհետև երբեմն գտնելու համար այն, ինչն իսկապես կարևոր է, պետք է կորցնել ամեն ինչ, ներառյալ պատրանքները։ Եվ երբեմն տառապանքը մեզ տանում է ճիշտ այնտեղ, որտեղ պետք է լինենք։ Դեպի տուն, դեպի սեր, դեպի ինքներս մեզ։